դու որպես գործարար ոնց ես հաջողում։ Որևէ բիզնես full կայացած չի, քանի որ միշտ ստեղծելու, ստեղծագործելու, ավելացնելու տեղեր կա։ Հաջողակ բիզնեսմեն իմ կարծիքով այն բիզնեսմենն է, ով ունի էներգիայի մի հատ աղբյուր, որը իր միջոցով ռեալիզացվում է։ Իրականում ցանկացած հաջողության հետևը անհաջողություններն ա եղել։ Կան բաներ, որը ոչ մի դեպքում չի կարելի ծախսել հաջողության հասնելու համար։ Բոլորը մտածում են, որ իրենք կկորցնեն, բայց միևնույն ժամանակ ձեռից բաց են թողում նորը ստեղծելու հնարավորությունը։ Անկախ խորհրդի բում բովանդակությունից ծնողից նաև գալիս է որոշակի էներգիա, որոշակի օրհնություն։ Հեշտ տեղում դու հյուր ես, դժվար տեղում դու պատասխանատու ես։ Իմ կարծիքով եւ բիզնեսմենը ունի ներքին պոտենցիալ, որը գալիս է իր արխետիպերից։ Քո դեպքում 11 արխետիպն է։ Մեր ամեն մի փուճուր քայլը, որ այս երկրում անում ենք, մենք այս երկրի զարգացմանն ենք խթանում։ Ողջույն բոլորին, մենք այսօր նկարում ենք մեր կապիտալիստ պոդքասթի հաջորդ հաղորդումը եւ շատ հետաքրքիր հյուր ունենք։ Հիմա ես կխոսամ մեր պոդքասթի գործընկերներից եւ կբացեմ փակագծերը, թե ով է իմ այսօրվա հյուրը։ Ես միշտ նշում եմ, որ Club Capital-ն ինքը գործընկերների մասին է, գործընկերության մասին է եւ բազմաթիվ ներքին պարտներություններ կան Club Capital-ի ներսում եւ այս հաղորդումը նույնպես ունի իր գործընկերները։ Առաջի գործընկերը Spin Production ընկերությունն է, որի հարկի տակ նկարում ենք մեր պոդքասթները։ Երկրորդ գործընկերը Eco Motors ընկերությունն է, որի հիմնադիրը Արմեն Աբրահամյանը մեր ակումբից է եւ Eco Motors ընկերությունը Երևանում Երևանին մոտ հատվածներում ունի 8 խանութ սրահ, որտեղ ընդհանուր առմամբ ներկայացված են մոտ 100 մոդելի էլեկտրական մեքենաներ, չինական արտադրության, եվրոպական արտադրության, գերմանական արտադրության եւ եթե ցանկանում եք էլեկտրական մեքենա ձեռք բերել, ապա կարող եք դիմել Արմենին, Eco Motors ընկերությանը, ումից ի դեպ մեր ակումբի շատ գործարարներ ձեռք են բերել էլեկտրական մեքենա եւ մեր մյուս գործընկերը Sunny City ընկերությունն է, որի հիմնադիրը Հովհաննես Արիստակեսյան, մեր Էլի ակումբից է, մեր կապիտալիստներից է եւ այսօրվա իմ հաղորդման հյուրն է։ Ես նշել եմ, որ մեր գործընկերներին նույնպես կանչելու եմ ինձ հյուր եւ մենք այսօր կշփվենք սերիական գործարար, ինչպես ես սիրում եմ ասել, կրթված մարդ, լավ ընկեր, լավ կապիտալիստ, Club Capital-ի շատ ինտելեկտուալ խաղերի հաղթող եւ ճամփորդել սիրող, բիզնեսներ հիմնադրել սիրող, լավ ընկեր, լավ գործարար Հովհաննես Արիստակեսյանին։ Հով ջան, բարի գալուստ։ Ողջույն Գրիգ ջան։ Շնորհակալ եմ։ Լավ, ամենի շատ լավ, շնորհակալ եմ շատ։ Դե այսօր ուզում եմ խոսանք բիզնեսից, ոնց եկար բիզնեսի աշխարհ, երբ ես սկսել բիզնեսը, բավական երիտասարդ տարիքում ես դու մտել բիզնեսի աշխարհ ու շատ արագ տեմպերով զարգացրել ես բիզնեսը ու այսօր ունես 3-4 ընկերություն, նույնիսկ ես եմ մեկ-մեկ մոռանում ընկերությունների անունը, ոլորտը, այսօր կխոսանք բոլորից եւ կուզենայի քո առաջի քայլերը պատմել, ոնց եկար բիզնես ու որն էր առաջի փորձը։ Նախ եւ առաջ շնորհակալություն եմ հայտնում քեզ Գրիգ ջան, այս սիրուն ոդկասթների շարքը ստեղծելու, զարգացնելու կապակցությամբ, անչափ շնորհակալ եմ հրավերքի համար էլ այսօր։ Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնեմ մեր գործընկերոջ Երիկին, ում հարկի տակ այսօր մենք շատ սիրուն ոդկասթ ենք ունենալու, վստահաբար։ Եվ սկսելով բիզնեսի մասին խոսել, նախ եւ առաջ սկսեմ մի պատմությամբ, թե ինչպես եմ սկսել ու ինչպես եմ ընտրել այն մասնագիտությունը, որը որ նաև հետագայում վերածել եմ բիզնես։ Մասնագիտությամբ էներգետիկ ես, չէ՞։ Մասնագիտությամբ էներգետիկ։ Խնդրեմ մի քիչ կրթությունից գաս, էլի, կրթությունից արի գանք։ Գիտեմ դու սովորել ես Մեծ Բրիտանիայում հենց էներգետիկի մասնագիտությամբ, չէ՞։ Իմ բակալավրը սովորել եմ Երևանի պոլիտեխնիկական համալսարանում, ձեռնարկությունների տնտեսագիտություն եւ կառավարում էներգետիկայի ճյուղում։ Իրականում, այդպես ասեմ, ցանկացած տեխնիկական մասնագիտության տեր մարդկանց համար նաև շատ հետաքրքիր է մտցնել մի կոմպոնենտ, որը որ էկոնոմիկան է ու համատեղել տեխնիկական մասնագիտությունը էկոնոմիկայի հետ, որի արդյունքում էլ ես կարողանում եմ արդեն բիզնեսները ստեղծել հենց էներգետիկայի ճյուղում ու դա կառավարել։ Այդ գիտելիքները ես ձեռք եմ բերել իմ բակալավրիատի ժամանակաշրջանում, կառավարական գիտելիքները, որը թույլ է տալիս այժմ էներգետիկայի ոլորտում գրանցել որոշակի հաջողություններ։ Ես ճիշտն ասած ընդունվել եմ պոլիտեխնիկ, երբ 14 տարեկան էի ու ավարտել եմ, երբ 18 էի արդեն։
18 տարեկանում կարելի ասել որ սովորաբար ընդունվում են մարդիկ հենց այդ տարիքում ես արդեն իմ ամբողջ բակալավրիատի կուրսը սովորել եմ, ավարտել եմ ու մտածում եմ իմ կրթությունը շարունակել արտասահմանում։ Այնպես ստացվեց, որ դիմել էի շատ տարբեր համալսարանների, բայց ընտրեցի Մանչեստրի համալսարանը, ես սովորեցի Մանչեստրի համալսարանում։ Ինչի՞ Լոնդոն հիշում, ճիշտ ասած, Մանչեսթր։ Մանչեսթր քաղաքում, հաշվի առնելով մի քանի բան, որ ամենաառաջին կարևոր հանգամանքը դա էր, որ տեխնիկական մասնագիտությունների գծով Մանչեստրի համալսարանը աշխարհի լավագույն համալսարաններից է, ու մեր ոլորտը վերականգնվող էներգետիկան այնտեղ բավականին բարձր մակարդակով էր կրթությունը կազմակերպվում եւ ընտրեցին renewable energy մասնագիտությունը, այստեղ սովորել էներգետիկա էկոնոմիկան, Մանչեստրում ընտրեցի վերականգնվող էներգետիկան ու փորձեցի ոնց որ նոր գիտելիքներ ստանալ ու դա ստացվեց, ավարտեցի Մանչեստրի համալսարանը, վերադարձա Հայաստան։ Դա շատ կարևոր առաքելություն էր իմ համար, որ չմնալ արտասահմանում, այլ գալ զարգացնել ոլորտը Հայաստանում։ Իդեպ կներես մեր Դավիթի Մարգարյանն հետ դու Մանչեսթերում ես ստացել։ Շատ հետաքրքիր պատմություն է։ Ճիշտն ասած, Մարգարյան Դավիթը սովորում էր Բիրմինգհեմ քաղաքում։ Բեկոն ընկերության տնօրենն եմ, մենք ունենք պատկաստ Դավիթի հետ։ Ես սովորում էի Մանչեստրում ու ունեինք ընդհանուր ընկերներ, ովքեր ապրում էին Բիրմինգհեմ քաղաքում, ու ժամանակ առ ժամանակ ստացվում էր, որ գնում էի հյուր իրենց։ Ու մի օր մեր ընկերները ասեցին, որ մի շատ լավ հայ տղա կա, խելացի, ինտելեկտուալ, կուզեմ որ ծանոթանաք, շփվեք, ճանաչեք իրար։ Ու այդ օրվանից իմ ու Դավիթի ընկերությունը սկսվել է ու մենք բավականին լավ ընկերություն ենք անում, թե ընտանիքներով, չգիտեմ, թե ընդհանուր այլ ընկերների շրջապատ ենք ստեղծել ու արդեն գրեթե 10 տարի Մարգարյան Դավիթի հետ մենք ընկերներ ենք։ Ընտիր։ Okay, վերադարձար Հայաստան ու բիզնեսը, առաջի բիզնեսը Sunny-City-ին հիմնադրեցիր։ Իրականում ուսանող տարիներին, երբ որ ես սովորում էի պոլիտեխնիկում, այդ ժամանակ իմ առաջին բիզնես քայլերը ոնց որ այդ ժամանակ է ստացվել, 16 տարեկան էի ու ստեղծեցի բիզնես, որը զբաղվում էր social media marketing-ով։ Այդ ժամանակ շատ թրենդային գործիքներ կար, որ Facebook-ը չէր արգելափակել, թույլ էր տալիս գումարներ գեներացնել, ոնց որ մենք կարողացանք այդ ուղղությունը զարգացնել այդ պերիոդ, բայց շատ կարճ ժամանակ ինքը տևեց, որից հետո Facebook-ը արդեն սահմանափակումներ մտցրեց ու չկարողացանք այն որ լայքերով կարողանում էիր գումարներ վաստակել, հա, դեռևս մոտ 15 տարի առաջ ինքը շատ տրենդային էր։ Նաև գրաֆիկ դիզայնի ծառայություններ ունենք, ոնց որ սենց ստուդիա էր, ինքը Desire Studio էր կոչվում։ Այնուհետև երբ որ գնացի Անգլիա սովորելու, ոնց որ ուզեցի որ ավելի իմ մասնագիտական ուղղությամբ բիզնես ձեռնարկեմ, ու վերադառնալով Հայաստան ստեղծեցի Sunny-City ընկերությունը։ Դա որպես այն հիմնական գաղափարային իմ առաջին բիզնեսն է եղել։ Դա իրականում շատ բարձր շրջան էր, երբ որ 16 թվականին դեռ օրենքները թույլ չէին տալիս մարդկանց տեղադրել շատ արևային կայաններ, ժամանակ ինքնարժեքը արևային կայանների բավականին բարձր էր, թե վահանակների, թե ինվերտորների, թե ծառայությունների բոլոր տեսակի։ Դա շատ բարձր, շատ դանդաղ էր գնում, մինչև 2017-18 թվականները, երբ որ արդեն սկսվեցին ճիշտ օրենքի կարգավորումների հայտ գալ շուկայում, որը թույլ կտար մարդկանց տեղադրել արևային կայաններ, բանկային համակարգում եղան փոփոխություններ, որ արդեն ֆինանսավորում էին բավականին լավ տոկոսադրույքներով, այնուհետև եկավ Երբ հասկացար, որ բիզնեսը կայացել է արդեն։ Իրականում բիզնեսի կայացումը մի քանի հանգամանքներից է կախված։ Ես դեռ կարծում եմ, որ իմ որևէ բիզնես full կայացած չի, քանի որ միշտ ստեղծելու, ստեղծագործելու, ավելացնելու տեղեր կա։ Կայացած բիզնեսը իրականում Sunny-City-ի մասով, երբ որ արդեն կա հաճախորդների վստահությունը քո նկատմամբ, զգում ես, որ այն հաճախորդով քեզանից վերցրել է արևային կայան, արդեն իր ընկերները նույնպես զանգում են, ուզում են արևային կայան։ Օրգանիկ տրաֆիկ է գալիս, օրգանիկ տրաֆիկ է գալիս, դա իրականում արդեն հնարավորություն է տալի մտածելու, որ ինչ որ մի բան դու ստեղծել ես արդեն։ Այո, համոզում։ Ինչ որ արժեք ստեղծել ես, քանի որ մանավանդ մեր օրերում կան բավականին մեծ թվով արևային կայաններ, մոտ 50-60 պլյուս, ու ընկերություններ, որոնք տեղադրում են արևային կայաններ, ու ունենալ ընկերություն, որը թողել է ուրույն իր հետագիծը տարիների ընթացքում,
այդ ընկերությունների բավականին քիչ մասն է կազմում։ Իհարկե շուկայում կան բավականին հզոր ուժեղ ընկերություններ, ովքեր թողել են հետագից։ Կարծում եմ այդ ընկերություններն են, ովքեր որ հաջողել են։ Դուք մի անգամ նշեցիր, որ շուկայում տեղադրված կայանների մոտ 25%-ը դուք եք ես մի փոքր ավելի մանրամասնեմ, խոսքը վերաբերում է ինքնավար արևային կայաններին, այսինքն այն բոլոր կայաներին, որոնք տեղադրվել են residential commercial sector-ի համար, այսինքն տնային տնտեսությունների վրա տեղադրված կայանները, բիզնեսների վրա տեղադրված արևային կայանները, բայց միևնույն ժամանակ Հայաստանում կառուցվել են շատ արևային կայաններ, որոնք համակարգային արևային կայաններ են։ Մեր մասնաբաժինը ոնց որ այնտեղ ավելի քիչ է, քանի որ մեր ֆոկուսը միշտ եղել է տնային տնտեսությունների, բիզնես տնտեսությունների վրա տեղադրելը։ Ու այո, այդ հզորությունների մոտ 25%-ը, առյուծի բաժինը կարելի ասել այն պարագայում, երբ որ կան շուկայում 60+ ավել խաղացողներ, դա հա, ու այդ կայաներից շատերը ոչ միայն տեղադրվել է B2C ու B2B սեկտորի համար, մենք ունենք շատ մեծ պորտֆել, որ արել ենք պետական պատվերով, այսինքն տարբեր համայնքների պատվերներով, տարբեր հիմնադրամների պատվերներով, պարզա դա եղել է տենդերային ձևով ու մեր ընկերությունը կարողացել է անցնել այդ բոլոր փուլերը ու հաղթել այդ տենդերները։ Մենք վերջերս ասեմ Գրիգ ջան, կառուցում ենք արևային կայաններ Երևան քաղաքի քաղաքապետարանի պատվերով, EIB ֆինանսավորմամբ, Եվրոպական ներդրումային բանկի, իրենք գումար են ոնց որ հատկացրել համայնքին, մենք 45 մանկապարտեզների վրա համայնքի տարբեր հատվածներում տեղադրում ենք, ինչպես նաև շատ մանկապարտեզների լուսավորությունների փոխարինում, արևային ջրատաքացիչների տեղադրում, ինքը հորիզոնական ծրագիր է, որ մի քանի կոմպոնենտ ոնց որ լինում է ու բերում է էներգախնայողություն համապատասխան հիմնարկություններին ու հաստատություններին, ինչպես նաև ջեռուցման կաթսաների փոխարինում ու նմանատիպ կոմպոնենտով մենք նաև այլ պրոյեկտներ արել ենք այլ համայնքներում։ Ես կներես գիտեմ, որ դու նաև կլուբ կապիտալում ես ակտիվ համագործակցում, շատ ընկերների համար նաև գործընկեր ես։ Կուզենամ մի քիչ այդ փորձին անդրադառնաս։ Շատ լավ Գրիգ ջան, իրականում կլուբ կապիտալը շատ մեծ արժեքներ է տալիս մարդուն, առաջինը, հետո նոր բիզնեսմենին։ Ավելի մանրամասնեմ, ամենամեծ կապիտալ, որ կլուբ կապիտալից դա ստեղծում, դա նետվորքն է։ Իրականում կլուբ կապիտալում կան մարդիկ, ովքեր որ իրական քաշ ունեն, թե որպես մարդ, թե որպես բիզնեսմեն, ում հետ ամեն անգամ շփվելուց դու մի նոր բան սովորում ես։ Ամեն անգամ շփվելուց դու հասկանում ես, որ քո բիզնեսում կարաս ինչ-որ նոր պրոցեսներ մտցնես։ Դա շատ կարևոր է, ու այն բոլոր միջոցառումները, որ կլուբ կապիտալը կազմակերպում է, ես մաքսիմում փորձում եմ հասցնել, ներկա լինել, իրականում շատ եմ սիրում, քանի որ շփվում եմ լիքը լավ մարդկանց հետ ու նոր բաներ եմ սովորում։ Իրականում շատ ընկերներ կան, ում հետ որ նաև համագործակցել ենք, մենք ենք օգտվել իրենց ծառայությունից, իրենք են օգտվել մեր ծառայություններից։ Իրականում կլուբ կապիտալը իմ կյանքի ամենամեծ ձեռքբերումներից մեկն է եղել։ Ընտիր, ով ջան, ես ուզում նաև նշեմ մեր հանդիսատեսի համար Հովհաննեսը նաև ինչ որտեղ երբ խաղի, երևի ամենաշատ հաղթողներից մեկն է մեր ակումբում։ Իդեպ մեր Սարգսյան Արթուրը իրոք այդքան լավ է խաղում, որ միշտ հաղթում է։ Արթուրը ֆենոմենալ։ Իդեպ Արթուրի հետ մենք նույնպես ունենք podcast, ես հողումը կտեղադրեմ։ Մենք հետաքրքիր բան ասեմ, այսքան ժամանակ, այս 5 տարին ընթացքում խաղացել ենք, մի անգամ ենք ոնց որ համատեղ խաղացել, նախավերջին անգամ միշտ իրար դեմ ենք եղել։ Ոնց է, եթե դեմ եք եղել, համ ինքն է հաղթում, համ դու ես հաղթում, այդ ոնց է։ Դե որ խաղը ինքն է հաղթում, ես չեմ հաղթում իր թիմը։ Ամեն դեպքում Արթուրը հարգանքներս Արթուրին, ինքը շատ կիրթ, ինտելեկտուալ տղա է, ում հետ իրականում ընկերություն անելն շատ հաճելի է։ Դե գամ բիզնեսին, հաջորդ բիզնեսը որը եղավ ու ինչի ծնվեց հաջորդ բիզնեսը։ Շատ լավ, այդպես ասեմ, Sunny City-ով գործունեություն ծավալելու ընթացքում զգում ենք, որ կան որոշակի բացեր, որոնք կարելի է հենց ոլորտի մեջ լրացնել։ Հարակից նիշաններում, հա։ Այո, ոնց որ էներգետիկ ացանցիալ ընկերություններ, ովքեր որ ուղիղ կապ ունեն հենց էներգետիկ ոլորտի հետ։ Մի գաղափար մի օր արթնացա ու որոշեցի, որ նենց բան անեմ, որ Հայաստանում չկա։ Ու խորհրդակցելով ծնողներիս հետ, կնոջս հետ, հասկանալով, որ այս գաղափարը կարելի է իրագործել, ստանալով ոնց որ դաբրոն, այդպես ասած, ստեղծեցի Giacomo ընկերությունը։ Giacomo-ն Հայաստանում միակ արևային ջրատաքացիչներ արտադրող գործարանն է, Գրիգ ջան։ Արտաշատում, չէ՞, ճիշտ եմ հիշում։ Մեր գործարանը Արտաշատ քաղաքում է, այն համայնքում, որտեղ որ ես ծնվել, մեծացել եմ,
սկսել եմ իմ առաջին քայլերը ու ընկերությունը հիմնելով նախ մտածում եմ թե ինչ անուն դնեմ, որպեսզի կապված լինի ինքը էներգետիկայի հետ, հայկականի հետ ու միևնույն ժամանակ ասոցացվի եվրոպականի հետ ու որոշեցինք, որ պիտի լինի Giacomo։ Ինչու Giacomo, քանի որ ասոցացվում էր իտալական հնչերանգ ունի այդ անվանումը, ինքը հայկական է ու ինքը էներգետիկա։ Այո։ Այսինքն էներգետիկան, հայկական ու իտալական ասոցացվելը ոնց որ ստեղծեց մի բրենդ, որը որ իրականում Իսպանիայի շուկայում բավականին լուրջ ազդեցություն ունի արևային ջրատաշրջանի ներդրում արեցիք այդ գործանը կառուցելու համար։ Իրականում Քանի աշխատատեղ ունեք։ Ասեմ Գրիգ ջան, ներդրումները արել ենք համ մեր սեփական ներդրումներով, համ օգտվել ենք բանկային ծառայություններից, լիզինգ ծառայություններից։ Գումարային մոտ միլիոն պլյուս ա եղել դոլարային, դա նաև հումքը ու մնացած ամեն ինչը ներառյալ։ Ստեղծել ենք աշխատատեղեր, ու եկել են դրսից մեր աշխատակիցներին բոլորին սովորացրել են, տրեյնինգներ են արել, ու Իսպանիան կարողանում ենք շուկայում ստանալ բավականին բարձր որակ, ու մեր գործընկերները հիմնականում Հայաստանի այլ արևային ընկերություններն են։ Ու ընկերությունների բավականին խոշոր մեծամասնությունը Իսպանիան օգտվում է Giacomo-ի ծառայություններից, քանի որ Giacomo-ն թույլ է տվել ունենալ Հայաստանում ապրանքը առկա, այսինքն այն մյուս արևային ընկերության ղեկավարները հիմա շունել գումարները քննացնեն, ինչեւ Չինաստանից ապրանքը գա, հասնի, մենք Իսպանիային կարողանում ենք տալ մրցակցային բավականին հարմար գենչինական շուկայի համեմատ, ու այստեղ ստեղծել ենք այդ կոմֆորտի միջավայրը, որ մարդը ցանկացած պահի եթե կուզի 200 լիտր առկա կա, կուզի 400 լիտր կա, այլ ինքը չի մտածի բերեմ, չգիտեմ, մի լիտրաժ մոռանա, այստեղից կարա ինքը անմիջապես վերցնի, էլի։ Իսկ պրոդուկտ է ստեղծում, որով գործընկեր ես դառնում քո բոլոր մրցակիցների հետ նաև։ Այո, մենք Giacomo-ով բացարձակապես մրցակցություն չենք տեսնում, մենք գործընկերներ ենք մեր արևային շուկայի բոլոր խաղացողների հետ։ Ովքեր դեռ չեն համագործակցում, սիրով հրավիրում ենք, մենք միանշանակ այնպիսի լավ պայմաններ կառաջարկենք, որ հաստատ իրենք չեն հրաժարվի։ Բացի դա Հայաստանում միակ արտադրողն է։ Այո, Հայաստանում միակ արտադրողն է։ Իմաստը որն է, եթե կա Հայաստանում արտադրող, ներմուծել Չինաստանից, այդ ժամանակը կորցնել։ Հիմա արդեն աշխատում ենք նաև արտահանման վրա, հիմնական մեր հարևան երկիր Վրաստան, իրականում Ռուսաստանում էլ պահանջարկ կա, քանի որ Ռուսաստանի շատ զոնաներ կա, որ գազաֆիկացված չի, ու այնտեղ տաք ջուր ստանալու համար դեռևս հին մեթոդներով, փայտ վառելով, տաքացնելով նմանատիպ մոտեցումներ կա, կամ հոսանքով են ջեռուցում, որը բավականին տանկ է։ Ու տեղադրելով արևային ջրատաքացիչներ, միանգամից ոնց որ այդ հարցը լուծվում է, առանց հոսանքի, առանց գազի կարողանում ես ջուրը տաքացնել։ Բայց արևային օրեր կան Ռուսաստանում։ Հա, իհարկե, ահագին զոնաներ կան Ռուսաստան, որոնք բավականին լավ արևային օրեր ունեն, որ շատ քիչ են զիջում մեր Հայաստանի արևային օրերին, իհարկե։ Ես օրինակ Պիցերում մի շրջան ապրում էի ու միակ հատված արևային օրերի դա հուլիսի կեսերից օգոստոսի կեսերն էր։ Ամբողջ տարին անձրև էր, անպամած էր։ Նու այն տեղերում, որտեղ որ իրականում չկա շատ արևային օրեր, լինում են արևային օրեր, բայց քիչ են, նաև այդ ջրատաքացիչները այնպես է կոմպլեկտացիան, որ կարողանում ես տենով ջեռուցել, տաքացնել ջուրը եւ օգտագործել, որպեսզի այնպեսի օրեր լինի, որ չկարողանաս ջուրը արևով տաքացնել, հնարավոր նաև հոսանքով տաքացնել ու դա օգտագործել։ Հասկացա։ Մի հարց եմ ուզում տամ, մի քիչ շեղվելով բիզնեսից, դու ասացիր, որ այս բիզնեսը հիմնադրելուց քննարկել ես կնոջդ հետ։ Ես գիտեմ նաև, որ դուք շատ հետաքրքիր եւ ասես միասին զույգ եք, շատ ամուր զույգ եք, ինչ դեր ունի քո կինը քո հաջողությունների մեջ, բիզնեսում հաջողությունների մեջ եւ այդ խորհրդակցելու ընթացքում ինչ ես վերցնում խորհրդից բացի։ Շատ լավ հարց ես տալիս Գրիգ ջան, իրականում բոլոր դեպքերում կինը շատ ուժեղ ազդեցություն ունի տղամարդու բիզնես շարունակականության վրա։ Ես հիշում եմ, որ նախորդ հաղորդմանը Նարեկի հետ էլ այդ հարցով դուք բավականին հետաքրքիր քննարկում ունեցաք։ Իրոք կնոջները շատ մեծ է, միևնույն ժամանակ կինը կարա իր խոսքերով էլ ավելի մոտիվացնի։ Նաև հնարավոր է, որ հակառակը լինի, ոնց որ դու նախկին ոդկասթի ժամանակ պատմեցիր։ Ես աշխատում եմ այն ուղղությամբ, որ ամեն ինչ գնա դեպի լավի։ Այո։ Կանայք կարող են եւ լուր օրհնեն իրանց ամուսնուն եւ հակառակը։ Ես վստահ եմ, որ իմ կինը լուր օրհնում է,
Ես շնորհակալ եմ իրականում։ Նաև իմ ծնողների դերը շատ մեծ ա եղել իմ բիզնեսի կայացման, շարունակականության մեջ, քանի որ առանց իրենց տված խորհուրդների, հնարավորությունների ամեն ինչի ես միանշանակ չէի հաջողի։ Իմ ցանկացած մի փոքր հաջողություն, որ ես իմ բիզնեսում ունենում եմ, ես առաջինը նաև խորհրդակցում եմ իմ ծնողների հետ, ներկայացնում եմ իրենց, այսինքն իրենց խորհուրդները իմ բիզնես կարիերայի զարգացման մեջ շատ բարձր լեվելի վրա է։ Համաձայն եմ։ Ես նույնիսկ ասեմ, կա այսպիսի թեզ, եւ ես հավատում եմ այդ թեզին, որ նույնիսկ եթե ծնողդ այդ ոլորտի մարդ չի, նույնիսկ եթե ինքը շատ ինֆորմացիա չունի այն ինչ դու անում ես, բայց դու խորհուրդ ես հարցնում, անկախ խորհրդի բում բովանդակությունից, ծնողից նաև գալիս է որոշակի էներգիա, որոշակի օրհնություն։ Ու երբ որ երեխան գնում ասում պապ ջան, ես մի հատ բան եմ ուզում անեմ, քո կարծիքով ճիշտը ո՞րն է, բուն նախադասությունը կարող է այդքան էլ դիպուկ չկպնի, կարող է ինֆորմացիայի ամբողջ պատկերացումը չկա ծնողի մոտ ինչով ենք, բայց ես ինքս նկատել եմ, երբ որ հայրը խորհուրդ է տալի, այդ խորհրդով նաև էներգիա է գալի մեզ։ Ճիշտ ես Գրիգ ջան։ Իրականում ծնողներն էլ բիզնեսով են զբաղվում ու մի կողմից էլ այն խորհուրդն է, որ իրենք տալիս են, իրենց կյանքի ապրած փորձով, որպես բիզնեսի անցած փորձով, փորձում են միշտ մոտիվացնել, ճիշտ ուղու վրա դնել։ Ես իրականում շատ շնորհակալ եմ իրենց։ Գանք հաջորդ բիզնեսին, դու նաև ունես հոսանքի մեծածախ վաճառքի ընկերություն, որը վերջերս ես հիմնադրել։ Հա, Գրիգ ջան, պատմեմ մի փոքր Electricity-ի մասին։ Դա իմ նոր ստեղծված, նոր ծնված ընկերությունն է, բրենդն է, որը ինչու Electricity, քանի որ ունենք Sunny City, ոնց որ որոշեցինք, որպեսզի շատ շեղվենք մեր ճանապարհից բրենդինգի, ստեղծենք Electricity-ն, որը կզբաղվի բացառապես մեծածախ էլեկտրաէներգիայի առևտրով։ Ինչ է դա նշանակում, որ շուկայի ազատականացման պարագայում շատ բաժանորդ սպառողներ իրենք պիտի անցնեն արդեն ազատական ռեժիմի ու իրենց պետք են ընկերություններ, որոնք պետք է այդ էլեկտրաէներգիան կարողանան մատակարարեն, հասցնեն վերջնական սպառողին։ Տվյալ պարագայում խոսքը վերաբերում է խոշոր էլեկտրաէներգիա սպառող հաճախորդներին։ Մենք պատրաստ ենք բավականին շահավետ հարմար պայմաններով իրենց վաճառել էլեկտրաէներգիա, իրենք կունենան էլեկտրաէներգիայի խնայողություն մինչև 20-25%-ի չափով։ Կան հիմա իրենք վճարում են։ Մեխանիզմը բացատրի, ես չեմ պատկեր, ես էներգետիկ չեմ, ես ունեմ X հասցեում գործարան, որը սպառում է Y քանակի էներգիա, ոնց ես դու հոսանք մատակարարում A-կետից B-կետ։ Հիմնական process-ը կայանում է նրանում, որ Հայաստանի ամբողջ էլեկտրամատակարարման ցանցերը դրանք էլեկտրոցանցի բալանսում են ու որոնք օգտագործվում են նմանատիպ ընկերությունների կողմից, որի դիմաց մենք վճարում ենք տեղափոխման սակագին։ Տվյալ պարագայում տեղափոխման սակագինը վճարում է վերջնական սպառողը։ Դե հա, ու գոյություն ունեն սպառման կետում լարման սակագներ։ Եթե դու ունես ենթակայան, որը 10 կիլովոլտի ենթակայան է, քո տեղափոխման սակագինը 8.2 դրամի կարգի է մոտավորապես։ Այսինքն մենք քեզ վաճառում ենք էլեկտրաէներգիան բավականին արդեն մատչելի գնով, դու էլ այդ 8.2-ը քո հերթին վճարում ես ու իրականում քո էլեկտրաէներգիայի սակագինը ձևավորվում է ոչ թե 50 դրամ, այլ 41 դրամ, 42 դրամ այդ գնի սահմաններում, դե 50-ից 42-ը մոտ 20 53 դրամ է սակագինը, 50-53 մոտ 20% մինչև հնարավոր է մատչելի էլեկտրաէներգիա ունենալ։ Դա էլ արդեն թույլ կտա բիզնեսում իջեցնել նաև ինքնարժեքը շատ ապրանքների ու հաջողել վաճառելով շատ։ Դու նաև ունես գործունեություն Solar Reserve անունով, մի քիչ դրա մասին խոսանք։ Շատ լավ Գրիգ ջան, Solar Reserve-ը ստեղծվել է այլի իմ եւ իմ ընկերոջ կողմից։ Մենք Solar Reserve ընկերությամբ տալիս ենք ծառայություններ B2B սեգմենտում հիմնականում, վաճառում ենք արևային կայանների բաղադրիչ մասերը առանձին, ոչ արևային կայանի տեսքով, այնտեղ արևային ինվերտորներ, մենք Sol Planet ընկերության էքսկլյուզիվ ներկայացուցիչն ենք Հայաստանում։ Արևային մալուխներ Pintec ընկերության պաշտոնական ներկայացուցիչն ենք Հայաստանում եւ ունենք պաշտպանիչ սարքավորումները հաստատուն հոսանքի հատվածում, դա էլ Beni ընկերության էքսկլյուզիվ ներկայացուցիչն ենք Հայաստանում։
Նաև ուզում եմ նշել, որ ունեմ ընկերություն, որը զբաղվում է նաև բեռնատարների եւ շինարարական տեխնիկաների ներմուծմամբ։ Այդ ընկերությունը հիմնադրել եմ իմ եղբորների հետ միասին, ինչպես նաև Giacomo ընկերությունը մենք հիմնադրել ենք միասին։ Մենք ներմուծում ենք շինարարական տարբեր տեսակի տեխնիկաներ, շինական եւ հնդկական Corsa Motors։ Հա, տեսել եմ երեքի դեպ քաղաքում։ Corsa Motors-ը, նաև հա քաղաքի վիշկաները, Երեք եմ տեսել։ հա կանաչ գույնի, հա դա էլի մենք ենք ներմուծել։ Նու դա եղել է պետական տենդերով, պետական պատվերով, նաև շատ այլ համայնքներում ներմուծել ենք կոմունալ մեքենաներ, աղբատար մեքենաներ, ու նաև ունենք ընթացիկ պատվերներ, որոնք որ բերում ենք։ Ուզում եմ նաև շեշտել, որ իմ եղբոր դերը մեր բիզնեսներում շատ մեծ է, ես անչափ ուրախ եմ, որ sense լավ գործընկեր ունեմ հանձին իմ եղբոր Նաիրի։ Շատ լավ, հա, Նաիրին ես էլ եմ ճանաչում, շատ չենք շփվել, բայց գիտեմ, որ դուք բավական լավ թիմ եք երկու ախպեր ու լիքը հաջողությունների մեջ երկուսով եք մասնակցում։ Հա, ճիշտ է, շնորհակալ եմ շատ։ Okay, ես գիտեմ հիմա արևային էներգիայի ոլորտում կա որոշակի ճգնաժամ, որոշակի օրենսդրական փոփոխություններ կան, որը այդքան էլ լավ չի ազդել ոլորտի վրա։ Խնդրեմ դրա մասին պատմես, ինչ է հիմա կատարում ձեր ոլորտում ու ինչի է հիմա դժվար ոլորտի ընկերությունների համար։ Շատ լավ հարց ես տալիս Գրիգ ջան, իրականում խնդիրը շատ խորքային է։ Միջև վերջերս, միջև հուլիս ամիս եղել է պետական սուբսիդավորում տնային տնտեսությունների համար, որը ժամանակին ավարտվել է ու այս տարի էլ չի երկարացվել, դա իրականում շատ պատճառներ կան դրա հետ կապված։ Հիմնական կարևորագույն պատճառը, որ հագեցել է ոնց որ իրականում այդպես ասեմ, մեր էներգո համակարգը այս պահին ունի բավականին բարձր պիկային հոսանքներ, տվյալ պարագայում, որպեսզի դու ճիշտ պատկերացնես, ամռան շրջանում մեր պետության, չգիտեմ, ժամային ծախսը մոտ 650-ից 700 մեգավատ է եղել, բայց միևնույն ժամանակ մենակ արևայինները արտադրել են 900 մեգավատ։ Հա, դա պատկերացնում ես, չէ՞, որ իսկն պրոֆիցիտ կա հոսանքի, ճիշտ եմ կա հասկանում։ պրոֆիցիտ այն հոսանքի, որը արտադրվում է ցերեկը։ Ու այն հանգամանքը, որ սուբսիդը չի շարունակվել, դա իրականում խնդիրը չի լուծել, բայց դա մի փոքր դանդաղեցրել է։ Բայց քանի որ մենք միշտ կողմ ենք պետություն մասնավոր համագործակցությանը, մենք շատ տարբեր խողովակներով, շատ տարբեր հանդիպումներ ենք ունեցել պետական տարբեր սեկտորի հետ ու ներկայացուցիչների հետ ու առաջարկել ենք նաև լուծման մեխանիզմները, թե ինչ լուծման տարբերակներ կարելի է անել, որպեսզի այդ ոլորտը, որը արդեն իրականում կայացած ոլորտ է այս տարիների ընթացքում, ուղղակի չփլվի։ Քանի որ եթե սենց շարունակվի, չլինի որոշակի լուծումներ, իրականում այդ բիզնես ոլորտը, որը որ կա Հայաստանում, արդեն մարդիկ կմտածեն վերապրոֆիլավորվելու, փոխելու, ու իրականում շատ փոքր ընկերություններ գնացին այդ քայլին, որովհետև վաճառքներ գեներացնելը բավականին դժվար էր դարձել։ Այստեղ նաև կար հոգեբանական պահ, քանի որ եղել է պետական սուբսիդ, մարդիկ միշտ մտածել են, որ հեսա էլի շուտով կվերականգնվի, կբացվի, հիմա դժվար է դարձել այդ հոգեբանական Ինչ են անում մյուս բիզնեսները, որտեղ այդ պետական սուբսիդիան չկա, այսինքն վաճառքի, մարքեթինգի գործիքները աշխատում են, չէ՞։ Աշխատում են, բայց այն քանակը, այն հնարավորությունները, որ կար ժամանակին մասշտաբը, այս բանը չկա, էլի, այս բանը մենք վաճառում ենք կայաններ, դեռևս սուբսիդը կա այն տնտեսություններին, արտադրող ընկերությունների համար կա, բեռնափոխադրող ընկերությունների, առողջապահական հաստատությունների ու նմանատիպ ուղղություններով դեռ կա ու աշխատանք գնում է, բայց միևնույն ժամանակ պետք է նաև մտածել այդ էլեկտրաէներգիան, որ այդքան արտադրվում է, ինչ որ մի կերպ դա կուտակել, հա։ Այս բանին շուկայում աշխարհում շատ արագ կերպով զարգանում է BSS համակարգերը, դա այն storage համակարգերն է, որի միջոցով հնարավոր կլինի այն էլեկտրաէներգիան, որ ցերեկվա ժամին պրոֆիցիտ ունենք, կուտակել եւ դա օգտագործել երեկոյան ժամերին։ Դա արդեն կստեղծի հնարավորություն մեր էներգետիկ համակարգը կբալանսավորվի ու կկարողանանք ունենալ մի միջավայր, որը կլինի արդեն ճիշտ, կայուն ու ուղիղ իր ճանապարհով էներգետիկան երկրում կզարգանա։ Իսկ հնարավոր չէ կուտակված հոսանքը ավելացած հոսանքը արտահանել Հայաստանից։ Իրականում հնարավոր է, այս պահին կա ուղիներ, որով արտահանվում է ու իրականում է ցերեկվա
պրոֆիցիտը շատ ժամանակ նաև այդ արտահանման միջոցով է կարողացել համակարգը կայուն պահել, բայց այն քանակը դեռ հնարավորություն չկա արտանելու, որը որ պետք է լինի մեր երկրում, բայց այդ ինֆրաստրուկտուրայի որոշակի հատված արդեն կառուցված է ու կարծում ենք, որ շատ շուտով պետական կողմից կլինի այդ պրոյեկտի շարունակականությունը ապահովելը ու Իրանի հետ նոր կառուցվող գիծը շահագործվի, այդ ժամանակ կարծում եմ մենք այդ խնդրի բավականին մեծ առյուծի բաժինը կվերացնենք, այսինքն մեր էներգետիկ համակարգը ավելի կկայունանա։ Բայց միևնույն ժամանակ, քանի որ լիքը մարդիկ օգտվել են, այդ ոլորտի հաճույքներից, արևային վահանակների տեղադրումից ու ուզում են շարունակել, բայց միևնույն ժամանակ ուզում են շարունակել որոշակի ֆինանսական բերդ թեթևացնելով, մենք առաջարկել ենք, որպեսզի կարողանանք կուտակիչ կայանները զուգորդել արևային կայանի հետ ու դա արդեն սուբսիդով վաճառել մեր բնակիչներին, վերջնական սպառողներին։ Այժմ սպասում ենք, կարծում ենք, որ այդ ուղղությունը շատ շուտով կկարգավորվի ու հնարավորություն կլինի շարունակելու, քանի որ սուբսիդի բաղադրիչը իրականում շատ լավ բաղադրիչ է։ Ինքը թույլ է տալիս, որպեսզի մարդիկ օգտվեն լայն հնարավորություններից, ոչ միայն մեր ոլորտում, արևային, այլ նաև այլ ոլորտում կլինի շինարարություն, գյուղատնտեսություն, այսինքն մեր տնտեսության այս բան շարժիչ ուժերից մեկն է։ Այո։ Մենք իրականում ես մի առաջարկ էի արել, որպեսզի այդ սուբսիդի բեռը պետության վրա այդպեսի շատ մեծ չլինի, այն մոդելը, որ աշխատում է հիպոթեկի ժամանակ, եկամտահարկով, դա նաև կիրառենք այն բնակիչներին, ովքեր որ վարկավորվում են, հիմնականում վարկավորվում են այն մարդիկ, ովքեր որ գրանցված աշխատող են, ունեն որոշակի եկամուտներ, որ մարդիկ կարողանան նույն ձև, ոնց որ շատ փոքր թիվ է, քան հիպոթեկերի դեպքում, կարողանան այդ գումարները հետ ստանալ, դա էլի գաղափար է, որ կարելի է ավելի լրամշակել ու փորձել իրականացնել։ Կարծում եմ կան մեխանիզմներ, որով հնարավոր է պահել ոլորտը, նաև էներգետիկ համակարգը ավելի կայունացնել։ Հասկացա։ Շատ լավ։ Գանք մյուս քո բիզնեսին, 3 բիզնեսից մենք խոսացինք, չէ՞։ Ես ունեմ բիզնես նաև Գրիգ ջան, Clean-Sun-ը, որը զբաղվում է արևային կայանների լվացման ծառայություններով, ինչպես նաև սպասարկման ծառայություններով։ Ունենք հագեցած գործիքներ, որով հնարավոր է շատ տարբեր կայաններին ախտորոշել խնդիրները ու փորձել դրանց լուծումները գտնել։ Դա հիմնականում նաև կիրառում ենք այն բոլոր կայաններին, ովքեր սպասարկումից դուրս են եկել նաև շատ այլ ընկերությունների տեղադրումից հետո։ Իրենց պետք է այդ կայաններին, որպեսզի լինի ընկերություն, որը սպասարկի։ Մենք այդ ծառայությունները առաջարկում ենք։ Այսինքն մենք լրիվ դիագնոստիկան ամբողջությամբ կայանի կարող ենք անել, թե էներգետիկ աուդիտով ու մնացած ունենք այնտեղ թերմոդրոններ, որոնց միջոցով կարող ենք հասկանալ, թե կայան վահանակները ոնց են աշխատում, խնդիրներ ունեն, չունեն։ Ամեն դեպքում այդ ուղղությունը դեռ ինքը ավելի ստարտափային վիճակ է, բայց կարծում եմ, որ մոտ ապագայում ինքը շատ ավելի ակտուալ է լինելու, քանի որ վերջի շուկան հագենում է ու պետքա այդ շուկայի հագեցած վիճակում նաև այդ տեղադրված կայաններին սպասարկել։ Իսկ ընդհանուր առմամբ քանի աշխատակից ունեք բոլոր ընկերություններում քո հիմնադրած։ Այս պահին մոտ մինչև 100 աշխատակից կան մեր ընկերություններում։ Ժամանակին մինչև այդ ճգնաժամային վիճակին հասնելը ավելի շատ են եղել։ Ես հիշում եմ, մենակ քո վաճառքի բաժինը 20 շատ մեծ վաճառքի բաժին ունենք։ Ամեն դեպքում չենք հուսահատվում, հակառակը նմանատիպ պահերը մեզ ավելի մեծ ուժ են տալիս, շուկայել ավելի ուժեղ վերադառնալու ու զարգացնելու։ Այսինքն այն գաղափարը չկա, որ այսօր սենց վիճակա, պիտի բիզնեսները փակենք կամ չէ, հակառակը, մենք փորձում ենք գնալ այն ճանապարհով, որ օգնենք նաև ինչու՞ չէ, էլի մասնավոր պետություն համագործակցությանը, որպեսզի կարողանանք ունենալ ավելի երկարաժամկետ բիզնես հնարավորություններ տվյալ ոլորտում։ Ընտիր։ Ես գիտեմ նաև, որ դու ակտիվորեն զբաղվում ես երիտասարդներին օգնելով, որ իրանք հաջողության հասնեն եւ տարբեր բիզնես գրքերի
դետեկտիվ գրքերի թարգմանությունն ես, չէ, հրատարակությունն ես դու ֆինանսավորել, կազմակերպել եւ նաեւ կրթաթոշակ եք սահմանել արտաշատում, չէ, դպրոցականների համար մի քիչ այդ պրոյեկտներից կպատմես։ Շատ լավ Գրիգ ջան։ Քանի որ սոցիալական կոմպոնենտ կա, ես կուզենայի, որ մենք խոսայինք, կա այսպիսի կարծիք, որ բարեգործության մասին լռելա պետք, ես հակառակն եմ ասում, եթե բիզնեսմենը նաեւ սոցիալական ակտիվություն ունի, դրա մասին պետքա խոսալ, որովհետեւ կան մարդիկ, ովքեր գումար ունեն, ուզում են միտեղ ուղղել, բայց որ հստակ էֆեկտ լինի, չգիտեն դա ոնց անեն։ Այս քո փորձն է ինձ հետաքրքիր, ինչ ես անում ու ինչ արդյունքներ կան։ Գրիգ ջան, իրականում ունենալով անգլիական կրթություն, ես սիրում եմ գրքերը կարդալ հայերեն լեզվով, հետաքրքիր է, բայց միայն մասնագիտական գրքերն է, որ կարդում եմ անգլերենով, քանի որ դեռ դրանց հայերեն թարգմանությունները չկա ու հուսով եմ, որ հաջորդ պրոյեկտներում նաև դա կփորձենք իրականացնել։ Մի օր արթնացա, զանգեցի ընկերոջս, ով մեր Արեգի եղբայրն է, Edit Print-ի, Շավարշին, հա։ Շավարշին ասեցի, Շավար ջան, sense բան եմ որոշել, քանի որ ես ինքս էլ դետեկտիվ սիրում եմ ու միշտ անհամբերությամբ սպասում եի, թե երբ նոր հրատարակությունները դուրս կգա հայերեն։ Եկեք մի փոքր այդ process-ը արագացնենք, ասեք ինչ է անհրաժեշտ, ես պատրաստ եմ որոշակի քանակի, ու այդ ժամանակ խոսքը գնում էր 50 գրքի մասին, 50 ստեղծագործության, ոնց որ դա վերցրեցինք մեր նիշը ու փորձեցինք դա իրագործել։ Բոլորն է դետեկտիվ, հա։ Հա, բոլոր հենց Ագաթա Կրիստի շարքի գրքերը։ Անցել արդեն 3 տարի երևի, բայց հաճելի է, երբ որ վերցնում ես գիրքը ու այնտեղ ինչ որ մի քանիսի հրատ բանի ես էլ եմ եղել պրեզենտացիան։ Այդպես ոնց որ այդ ուղղությունը բավականին հետաքրքիր ձևով ստացվեց, քանի որ իրենց կողմից էլ ցանկությունը մեծ էր ու ես էլի շնորհակալ եմ ընկերոջս, որ կարողացավ այդ հարցում ինձ օգնել, աջակցել, որպեսզի այդ պրոյեկտը ստացվի։ Ինչ վերաբերվում է կրթաթոշակներին, գաղափարը նրանում էր կայանում, որ ինտելեկտուալ մրցաշար անցկացրեցինք առաջին տարին Արտաշատ քաղաքի դպրոցների ու բոլոր գյուղերի դպրոցների երեխաների միջև։ Այնտեղ ամեն դպրոցից մեկ աշակերտ անցավ ֆինալ էտապ ու հաղթող երեխային ուղարկեցինք առաջին տարին Չեխիա Summer School։ Իրականում շատ տպավորված էին երեխաները այդ մոդելից, որտեվ իրենք միգուցե չստացվի կյանքում լինեն Եվրոպայում կամ այդ մարդկանց հետ շփվեն, ում հետ որ այնտեղ ծանոթացել են, հա։ Իրականում այն network-ը որ ենք ձեռք են բերել, դա արդեն հաղթանակ է, դա է մեր հաղթանակը, այսինքն մեր արածի հիմնական ամենակարևոր մասն է, որպեսզի այդ երեխաներին հնարավորություն տանք, որպեսզի իրենք նոր աշխարհայացք ունենան, նոր մարդկանց հետ ծանոթանան, շփվեն։ Մինչև հիմա իրանք կապը պահում են ինձ հետ, զանգում են, իրենց մի փոքր հաջողությունը պատմում են, ես իրականում դա ինձ էլ ավելի ողջևորում։ Երկրորդ տարին իմ ընկերոջ հետ միասին արդեն ամբողջ մարզում սկսեցինք այդ նույն process-ը անել ու այստեղ հաղթող երեխային ուղարկեցինք Անգլիա, նույն Summer School, երկրորդ երրորդ տեղի երեխաներին ուղարկեցինք Չեխիայի Summer School։ Այնտեղ միայն Չեխիայում չեն եղել են Ավստրիայում, եղել են Գերմանիայում, ոնց որ այդպես հետաքրքիր տուր ա եղել ու իրենք բավականին այնպես տպավորված, ոնց որ Հայաստան են վերադարձել։ Այդպես դա շարունակական կլինի ու հետագայում եթե ինչ-որ նոր բաներ անենք անպայման անտիր խոսանք դրա մասին։ Խոսանք դրա մասին։ Շատ լավ։ Հիմա ուզում գամ քո անձին, ինչ շատ հետաքրքիր է քո բիզնեսմենի տեսակը։ Նախ ես գիտեմ այն որ դու բիզնեսներ հիմնադրելու եւ նոր բիզնես սկսելու այսպես ասած հոբի ունես ու դա շատ լավ է, դրա համար ես ասում եմ սերիական գործարար իմ համար այն մարդն է, ով բիզնես ստեղծելու հոսքագիծ է դրել իր փորձի, իր կապերի, իր ակտիվների, իր անցած ճանապարհի, այդ այսպես ասած հոսքագծի վրա։ Հիմա դու սենց հիմնադրելով գնում ես, հիմքը վերցնելով էներգետիկան եւ հարակից նիշաները գնում ես առաջ։ Ինչ հետաքրքիր է դու որպես գործարար ոնց ես հաջողում։ Դու այնպես չի որ առավոտից իրիկուն զբաղված ես, խրված ես օպերացիոն կառավարման մեջ, ինչ որ հանգիստ նաեւ կյանքը վայելում ես, քո ընկերների հետ հասցնում ես շփվել, շատ ճամփորդում ես, գիտեմ մի առիթով ասացիր որ 52-ում ես եղել։ Քո կարծիքով քո հաջողելու գաղտնիքը ինչի մեջ է։ Իրականում ցանկացած հաջողության հետևը անհաջողություններն ա եղել։
Եկեք սկզբից խոսենք անհաջողությունների մասին, նոր գանք հաջողություններ։ Կներես մի հատ հարց տամ ու այդ ասա քո ծննդյան օրոքը հիշացնես ինձ։ Հոկտեմբերի 11։ Okay, լավ։ Ես գիտեմ դու ինչ-որ հաշվարկներ ունես, կուզեմ որ հաշվես։ Պսիխոտիպերի մասին, այստեղ པարզ է ուղղակի շատ եւ 11 թիվը եւ 10 թիվը քո ծնված ամիս ինքը շատ մեծ պոտենցիալ ունեցող արխետիպեր են իրանք 11-ը ինքը ուժի արխետիպ է կոչվում, այն մարդիկ, ովքեր կարող են այդ էներգիան ռեալիզացնեն, իրանք եւ մրցակցային պայքարում են շատ ուժեղ, եւ ֆիզիկապես են ուժեղ, եւ իրանք ստեղծած բիզնեսներն են ուժեղ, այսինքն 11 ամսի 11-ին ծնված մարդիկ իրանք ահռելի ուժ ունեն եւ ներքին եւ ֆիզիկապես։ Այդ պետքա ռեալիզացվի նաեւ բիզնեսում եւ այդ մարդիկ մրցակցության մեջ շատ ուժեղ են։ Նախանում չեմ ուսումնասիրել, բայց ինքը շատ ես քեզ ասեմ, հիմա ես ոչ մի ռեզյումե չեմ նայում ամբողջությամբ, ես ասում եմ, օրինակ, եթե վաճառքի մասնագետ են ման գալի, ասում եմ ինձ ասեք իր ծննդյան օրը, ամիսը, քանի որ այս արխետիպերի ճշգրտությունը այնքան մեծ է, որ ես կարող եմ մարդուն ճանաչեմ ավելի շատ, քան ինքը կարա իր մասին նույնիսկ պատմի, պատկերացնես։ 10-ը 10-ն էլ է շատ հետաքրքիր ամիս է, 10-րդ ամիսը կամ ամսի 10-ին ծնվելը, դա առհասարակ կոչվում է հաջողության անիվ, ֆորտունայի անիվ։ Այս այն մարդիկ են, ես էլ եմ իդեպ 10, հա, 10 արխետիպ ունեցող մարդիկ պետք է ավելի առանց լարվելու աշխատեն, ավելի հանգիստ աշխատեն, ավելի ռելաքս աշխատեն, վայելելով, դու ոնց ես սիրում առավոտը նախաճաշին պրոսեկո խմես, չէ՞։ Այդ 10 հիշում ես գրիկ։ Իհարկե, այդ 10 արխետիպի մասին է շատ բան ասում, այսինքն եւ ամիսը եւ օրը լիքը բան են ասում մարդու մասին։ Ինչո՞ւ քո կարծիքն է հենց հետաքրքիր։ Գրիկ ջան, իրականում այս տարիների ընթացքում ցանկացած հաջողության հետևը կանգնած ա եղել նաև անհաջող պահեր, որոնց մասին հա կուզեմ խոսել, քանի որ առանց դրանց ես հաստատ չէի ուժեղանա։ Եղել են դեպքեր, երբ որ այն որ արդեն պատրաստի պրոյեկտ ա եղել, գիտես որ դու պիտի անես, դա չի ստացվում, ոնց որ եղել են այդ տարիների ընթացքում շատ մարդիկ, ում վստահել եմ, բայց զգացել եմ, որ այդ վստահությունը իրականում պետք չէր, դա գործի մեջ նկատի ունեմ։ Եղել են դեպքեր, երբ որ ամեն ինչ, այն որ դու պատկերացրել ես, որ պիտի գնա իր ճանապարհով ու այդ ճանապարհին մենակ եղել են խոչընդոտներ, դժվարություններ, որ sense քայլ առ քայլ հաղթահարելով տարիների ընթացքում ստեղծվել է, դարձել է ինչ-որ մի հաջողություն։ Ես այս պահին էլ ամբողջությամբ ինձ հաջողակ մարդ չեմ համարում, քանի որ ես այն ճանապարհը, որով որ գնում եմ, ինքը պարզ ուղիղ ճանապարհ չի։ Ինքը բավականին բարդ ուղի եմ ընտրել, թե մասնագիտական տեսանկյունից ու թե նաև բիզնես տեսանկյունից, որոնք պետքա մենակ հաղթահարես։ Ու հաջողություններ եղել են, կլինեն։ Հաջողությունների հիմնական նաև բաժինը կազմում է այն սրտացավ, ուժեղ աշխատակիցների իմ թիմում ես ունեմ, իրենց շնորհիվ էլ ես միանշանակ շատ պրոյեկտներում հաջողել եմ ու կարողանում եմ հետագայում նաև նոր պրոյեկտներ ստեղծել, հաշվի առնելով, որ մյուս պրոյեկտներում մեջքս ամուր է։ Ունեմ ընկեր, ով նաև իմ գործընկերն է, ով Սանիսիթի հիմնադրման օրվանից մենք միասին այդ ճանապարհը իրար հետ կիսում ենք, գնում ենք առաջ։ Կան մարդիկ, ովքեր ասեն ժամանակավրեպ կամ չգիտեմ, գալիս են ինչ որ իք ժամանակ իրենց հետքը թողեցին, ինչ որ этаպային, հետո անհետանում են։ Ամեն դեպքում բարդ է, իրականում հեշտ չի եղել այդ ճանապարհը, որով որ ես անցել եմ։ Ամեն դեպքում, իսկ դու ինչ ես կարծում, չգիտեմ, հաջողակ բիզնեսմենը դա որ բիզնեսմենն է։ Հաջողակ բիզնեսմենը իմ կարծիքով այն բիզնեսմենն է, ով ունի էներգիայի մի հատ աղբյուր, որը իր միջոցով ռեալիզացվում է, այսինքն ստեղ պոտենցիալի իրացման մասին առաջին հերթին։ Իմ կարծիքով եւ բիզնեսմենը ունի ներքին պոտենցիալ, որը գալիս է իր արխետիպերից։ Քո դեպքում 11 արխետիպն է, 10 արխետիպն է, իմ դեպքում էլի 10 արխետիպն է եւ 1 արխետիպն է, ես հունվարի 10-ին եմ ծնվել։ Առաջին հերթին դա իմ ներքին պոտենցիալի իրացումն է։ Ուղղակի ստեղ հաջողությունը ունի հստակ ուղղություն, այսինքն ես չեմ կարա բոլոր ոլորտներում հաջողակ լինեմ։ Ես պետք է հաջողակ լինեմ այնտեղ, ինչի պոտենցիալը ունեմ։ Այո։ Այսինքն եթե դու թույլ ես տալի քեզ ռեալիզացվես, այդ արդեն հաջողության մի տեսակ է, մի ձև է։ Դա մեկ, երկրորդը շատ կարևոր է, թե դու քո ռոդից ինչ էներգիա ես ստանում, քո ծնողներից ինչ էներգիա ես ստանում, որովհետև այնտեղ կա էներգիայի ինքան պաշար, որ դու կարաս մի կյանքից ավել այդ էներգիան օգտագործես, ծախսես։ Այդ էներգիան քեզ գալիս է, դու ռեալիզացնես։ Ծնողների տված էներգիան այդ արևային էներգիայից ավելի մեծ է։ Իհարկե, այապրես, տես շատ կարևոր բան ասիր։ Մենք որպես էներգիայի աղբյուր արևը գիտենք, որ ինքը
հզոր աղբյուրն է կամ լավ ատոմակայանը գիտենք, ռոդի էներգիան 10 միլիոնատ ատոմակայանից ավելի մեծ է։ Ռոդ ասելով նկատի ունեմ եւ հայրական կողմից գալացող եւ մայրական կողմից պապիկներ, տատիկներ, իրանց ծնողները մոտ 7 սերունդ։ Եվ այդ էներգիան միշտ ցած հոսում է ներքև ու եթե դու կարողանում ես այդ էներգիային համահունչ գործել, ապա իհարկե դու հաջողում ես։ Եվ այդ էներգիային համահունչ գործելու մի ձևերից մեկն էլ նաև սերունդ շարունակելն է, եթե ասեմ, դու երկու հրաշք բալիկ ունես, չէ՞։ Դա նույնպես իդեպ ես քեզ ասեմ, ժողովրդական այն խոսքը, որ ասում են թող երեխեն գգա ղսմատնել հետը, սա այդ ռոդի էներգիայի շարունակությունն է։ Հատ հետաքրքիր բան պատմեմ, Գրեգ, ես մեր տանը սպասված եմ եղել 7 տարի ու այդ տարիների ընթացքում թե իմ ուսանողական տարիների, թե աշխատանքային բուն գործունեության տարիներին անկախ իզնից ոնց որ ես փորձել եմ այդ կորցրած տարիները լրացնել, նույն շուտ ընդունվելով համալսարան, բավականին տարիքից ավելի շուտ, հետո ավելի շուտ մտնելով բիզնես ոլորտ ու դա ակամայից է եղել, էլի։ Չգիտեմ, միտքեր որ ուզեցի ասեմ, որ պատկերացնես, որ դաժե իմ օֆիսի պատին վազող մարդն է, հենց մեր գործընկեր Voldeco-ն, մեր Հովնան հենց ընկերությունն է այդ սկուլպտուրան այդպես ստեղծել։ Ներքև գրած է we are all runners, only the speed is different։ Ոնց որ դա կարգախոս եմ դարձրել ու ես միշտ վազում եմ անկախ իզնից։ Չգիտեմ, դա միգուցե դու ասես թե ինչ բառով դա ես նկարագրեմ, իմ մոտ միշտ այդ վազելու process-ն է ամենտեղ։ Դեռ մանկուց ինչի ես ընտրեցի էներգետիկան, իմ հայրը Հայաստանի վաստակավոր, ու ոչ միայն Հայաստանի, SNG-ի վաստակավոր էներգետիկա, հա, ու դեռ փոքրուց այդ էներգիան գալիս է ռոդով, որ մի քիչ խորանան կարող է պարզվի պապիկի, էլի ինչ որ կապ ունի էներգետիկայի հետ։ Իրականում միգուցե հա կապ կլինի էներգետիկայի հետ ու դեռ փոքրուց, երբ որ ես դեռ դպրոցել չէի գնում, հայրս միշտ իր հետ տանում էր այն շին հրապարակները, որտեղ իր ընկերությունը աշխատում էր։ Ես այդ փոքր ժամանակվանից գիտեի, թե ապորան, այդ հենասյունը ինչ է, այդ լարերը հաղորդման դրանք ինչ են, ինչ լարման են, ինչ հզորության են լինում, ենթակայանների մասին, ոնց որ դա միշտ եղել է իմ մեջ։ Ես զգացել եմ, որ ես մեծանամ, ես պետք է էներգետիկ դառնամ։ Դաժե դպրոցում, երբ որ սովորում էի, ես գրեթե բոլոր առարկաները գերազանց եմ սովորել։ Իմ դասատուները միշտ ասում էին, որ դու հաստատ բժիշկ կդառնաս կամ իրավաբան կդառնաս, բայց ես երբեք չեմ մտածել, որ ես կարամ բացի էներգետիկից ուրիշ ուղղություն գնամ ու ինչու ընտրեցի հենց էներգետիկա էկոնոմիկան, որպեսզի նաև հնարավորություն տա ոչ միայն իմ մեջ զարգացնելու էներգետիկան, այլ նաև ունենալ հմտություններ էկոնոմիկայի։ Մենք այնտեղ մակրո տնտեսագիտություն, միկրո, մենեջմենթ, մարքեթինգ, այսինքն այդ բոլոր առարկաները էներգետիկայի հետ փոխկապակցված մենք անցել ենք ու դա է նաև թույլ տալիս այս պահին այդ ոլորտի մեջ ոչ միայն լինել տեխնիկական մասնագետ, այլ նաև ունենալ կառավարչի ու ես նաև խորհուրդ եմ տալիս ցանկացած տեխնիկական մասնագիտություն ընտրող ուսանողների փորձել հնարավորինս նաև ընկնվել էկոնոմիկայի մեջ։ Այս պահին մեր պոլիտեխնիկական համալսարանն էլ թույլ է տալիս, որ ցանկացած մասնագիտության տեխնիկական դու ընտրես նաև էներգիազարդարությունը, տնտեսագիտությունը։ Պոլիտեխնիկի շրջանավարտներ ողջունում եմ բոլորին։ Ողջունում եմ ես էլ բոլորին։ Մեկնաբանություններում գրեք, եթե պոլիտեխնիկի շրջանավարտ եք։ Եվ ժողովի շրջանավարտներին էլ ողջունել, ես ժողովի շրջանավարտ եմ։ Ես էլ եմ ողջունում։ Իրականում այն ուսանողները, որոնք այդ ուղղությունն են ընտրում, իրենց աշխարհայացքը նաև փոխվում է բիզնեսի նկատմամբ։ Համաձայն։ Որովհետև դու կարաս լինես շատ լավ տեխնիկական մասնագետ, հա, էներգետիկ, բայց ընդհանրապես չունենաս որևէ կառավարչական ունակություններ ու դու օքեյ, էլի զարգանաս քո տեխնիկական մասնագիտության մեջ, դառնաս շատ հայտնի էներգետիկ, բայց երբ որ ուզում ես բիզնես նաև զուգորդես այդ տեխնիկական գիտելիքներ բիզնեսի հետ, պետք է նաև այդ տնտեսագիտական գիտելիքները ունենալ։ Մի բան թույլ կտաս, ես պատմեմ ռոդի էներգիայի հետ կապված։ Դուբայի մեր գործընկեր ակումբում մի երիտասարդ կին գործարար կա, ինքը շոկոլադի գործարան ունի Դուբայում, պրեմիում դասի շոկոլադ է արտադրում, մենք հաճախ ենք իր մոտ հյուր եղել, իր շոկոլադը կերել ենք, ֆանտաստիկ արտադրանք ունի, երբ որ ես նայում ես կնոջը ջայլ աղջիկա մի երևի տենց 30-ի մոտ, հա,
ես միշտ մտածում եի, ինչն է այս աղջկան, այսքան հաջողակ դարձրել, այսքան երիտասարդ տարիքում։ Դուբայում գործարան սարքել, Ալ-Բարշա թաղամասում, ունենալ իր խանութը պրեմիում ու ամենափոքր գնումը, որ անում էի այդ խանութից $100 անցնում էր, այսինքն մի քանի կտոր շոկոլադ էր առնում, 100+ էր։ 350-360 դիրհամ անցնում էր։ Հիմա, երբ որ ես խոսում էի այդ, ինքն էլ չգիտեր կստացի իր հաջողությունը որտեղից է եկել։ Չկար ինչ որ աջակցություն պապայից, ամուսնուց, այսինքն ինքն էր հենց այդ ամեն ինչ ստեղծել։ Ես սկսեցի հարց ու փորձ անել, իսկ տատիկները այդ ինչով են զբաղվել, ինչ գիտես քո ռոդի մասին, ինքը Ղազախստանից էր տեղափոխվել Դուբայ, ու տենց դե ասում է թե ոչ մեկ չի զբաղվել բիզնեսով, տենց խոսած մեկ էս խոսքի մեջ sense է, տատիկս է կանդիդեր եղել, ասի ստոպ։ Տատիկի մաման ասի որտեղ է եղել, պարզվեց Ստամբուլում իր տատիկի մաման կանդիդեր է եղել։ Հա, Ասեցի հələ պատմի, ասեցի, ինչ գիտես իր մասին։ Ու ինքն էլ տենց զարմացավ, որ տենց ճիշտ տեղը կանգնեցինք ու սկսեց արդեն մի քիչ պատմել, հետո զանգեց ծնողներին, ովքեր Ղազախստանում էին ապրում, իդեպ սկսեց հարցնել, իրանք էլ տենց շատ ինֆորմացիա սկսեց փորել ինքը, ու ըստեղ մենք տեսնում ենք ոնց է ռոդում որևէ զբաղմունք, որևէ գործունեության տեսակ, հետո, չգիտեմ, 2, 3, 4 սերունդ հետո այդ էներգիան սկսում է իրացվել։ Ճիշտ է։ Ինքը ֆանտաստիկ բան է։ Իրականում չէի մտածել երբեք, բայց շատ հետաքրքիր միտք ասացիր Գրիգ ջան։ Ինքը աշխատում է ու դրա համար ունենալ քո ցեղի տոհմածառը, ինքը շատ օգտակար գործ է, հենց այդ էներգիաների հետ շփվելու տեսանկյունից։ Ճիշտ է։ Դե վերադառնանք Club Capital-ին, ինձ դու Club Capital-ի վերջին կարելի ասել 5 ծննդյան արարողություններին, 5 նոր տարվա արարողությունների ներկա ես եղել։ Տարի 6-րդը կլինի։ Տարի 6-րդը, այսինքն կարելի ասել, բացի առաջի տարվանից մնացած բոլորին ներկա ես եղել։ Կուզենամ մի քիչ խոսանք ինչա քո համար ակումբը։ Դու գիտեմ, որ Club Capital-ի ամենաակտիվ անդամներից ես, ամենասիրված անդամներից ես, եւ բոլոր մեր ընկերների հետ ընկերություն ես անում, բիզնես ես անում, գործեր եք անում, իրար հետ շատ ուրախ եմ ես այդ ամենի համար։ Ինչա քո համար ակումբը։ Ես այս հարցը մեր բոլոր հյուրերին եմ տալի, քանի որ մեր բոլոր հյուրերը մեր ակումբից են։ Ջան, Club Capital-ը նու սկսեմ դրանից, որ Club Capital ոնց որ ինձ բերել է, հա, այդպես ասած Մարգարյան Դավիթը։ Ես առաջին անգամ լսել եմ կլուբի մասին իմ ընկերոջից Մարգարյան Դավիթից, հա։ Ու մի անգամից ոնց որ հասկացա գաղափարախոսությունը, ինքը ներկայացրեց թե քո գաղափարախոսությունը ուր է տանում։ Ես զգացի, որ իրականում անհրաժեշտ է լինել այդ համայնքի անդամ, քանի որ այդ համայնքը տալիս է ոչ միայն նոր գիտելիքներ, այլ նաև կապեր, հնարավորություններ։ Դու լավ գիտես, թե ես ինչքան եմ network-ը իմ համար ինչ կարևոր նշանակության է, ու շատ ժամանակ եղել է, որ ինչ-որ նոր անդամ ընդունելուց միշտ զանգել ես, ով ջան, ճանաչում ես, ինչ կարծիք ես։ Հովանեսը բացառիկ տաղանդ ունի լավ մարդկանց հետ ընկերություն անելու։ Ես միշտ ասում քաղաքի կեսը լավ մարդկանց կեսը Հովայի ընկերներն են։ Եվ դա տենց է։ Իրականում Club Capital-ում այդ ընկերների շրջանակը ավելի մեծացավ։ Հիմա քաղաքում կամ ինչ-որ տարբեր տեղեր, որ ինչ-որ մի թեմա է լինում, առնվազն այդ երրորդ թեմայից այդ մարդը Club Capital-ի հետ փոխկապակցված է։ Այո։ Ու կլուբը իմ համար այդ արժեքի ամենամեծ հնարավորություն տվող համայնքն է եղել, որ ես կարողանամ այդ իմ ուղղությունը նաև զարգացնել networking-ը։ Ու շատեր օրինակ հարցնում են Գրիգ, թե դրսում սովորելը ինչ է տալիս։ Ես վստահաբար կփաստեմ 2-3 արգումենտ, թե նոր գիտելիքն է դրանից հետո գալիս, հա։ Առաջինը լեզվի ավելի ազատ տիրապետում։ Այսինքն դու խոսում ես անգլերեն, դու չես մտածում, որ դու սխալ ես խոսում, դու գիտես, որ աշխարհի ցանկացած երկրում դու ազատ կարող ես շփվել, ոչ մեկ չի մտածի, որ դու օտար ես։ Հա, այդ ամենակարևոր զգացողությունն է։ Երկրորդը ամենակարևորը դա network-ն է։ Ու մանավանդ սովորելով դրսում դու միևնույն ժամանակ սովորում ես աշխարհի մնացած 190 մյուս երկրների ուսանողների հետ, որոնք ամեն մեկին իրենց հերթին նոր էմոցիա են, նոր հնարավորություններ են կյանքում, ու դու գիտես, որ չգիտեմ, ինչ որ X պահի, եթե այդ ինչ որ X երկրում կունենաս խնդիր, դու գիտես, որ այնտեղ ունես ընկեր, ու միջոցով կարողանաս որոշակի հարցեր լուծել։ Այս բանի փառք Աստծո, ես իմ Անգլիայի տված ռեսուրսով կարելի ասել աշխարհի բոլոր կոնտինենտները
Կարող է միգուցե մեկ Անտարկտիդա էլ տեղափոխված լինի, Անտարկտիդա էլ ներառյալ, եթե ինչ-որ հարց լինի, ես կարող եմ ազատ դիմել, քանի որ կապը պահում ենք, շփվում ենք, ժամանակ առ ժամանակ հանդիպում ենք։ Հայաստան հրավիրի էլի մի օր մի Իրականում 50 հոգու հրավիրի իրականում եկել դիմավոր են ենք, իմ հյուրասիրենք։ արաբ ընկերները Էմիրություններից 2017 թվականին մոտ 30 եղբայր, տենց հոպարի տղա, քերու տղա, տենց եղբայրներով, հա, cousin-ներով մեծ եկել են։ ընտանիքով։ Ու արդեն դրանից հետո իրենք շատ-շատերը առանձին իրենց ընտանիքներով են գալիս, իրենց ծնողներին են ուղարկում Հայաստան։ Ես ոնց որ միշտ հանդիպում եմ իրենց հարազատներին էլ, իմ ուժերի ներածի չափով իմ երկրի մասին ամենամաքսիմում ինֆոն տալիս եմ ու ամենամաքսիմումը ցույց եմ տալիս իրենց։ Կան ընկերներ իհարկե նաև հարավային Ամերիկայում ունենք, այնտեղ Բոլիվիա, Պերու, չգիտեմ, տարբեր տեղեր ու բոլորի հետ սովորել ենք մի կուրսում։ Այսինքն Անգլիան հնարավորություն է տվել այդ մարդկանց հետ շփվելու, իրենց մշակույթի հետ ծանոթանալու ու հետագայում արդեն ընկերություն անելու, ընկերությունը ամրապնդելու։ Քանի որ դու նաև շատ երկրներում ես եղել, ինձ կասես ամենաքո սիրելի 3 երկիրը, որտեղ առիթը բաց չես թողի նորից լինելու։ Շատ լավ հարց ես տալիս, sense ընկա մտքերի մեջ, վերջերս եղել եմ Մեքսիկայում, բավականին տպավորվել եմ այն մայաների մշակույթով, եղել եմ Կանկունում, գնացել եմ Չիչենիցա ու միանշանակ կվերադառնամ այնտեղ, քանի որ մի հատ շատ հզոր էներգիա կար։ Բայց անվտանգ է Մեքսիկայում։ Մեքսիկան, հա, Կանկունը իրականում անվտանգ է ու այնտեղ ինքը բավականին զարգացած հորեկա սեգմենտում շատ հզոր քաղաք է, ասենք Ամերիկայում այն ուիկենդներին մարդիկ 2-3 օրով թռնում են, գալիս են ուրբաթ-շաբաթ կիրակին ծովի ափին լավ անցկացնում են ու հետ են վերադառնում։ Շատ հզոր էներգիա ուներ Մեքսիկան, հենց այն տեղերը որտեղ որ եղանք, Կոբա, Տուլում, բոլոր այն մայաների քաղաքները, որտեղ որ իրենք ժամանակին ապրել են, ես զգացի, որ այնտեղ ինչ որ իմ հոգուն հարազատ բան կա։ Շատ հետաքրքիր բան պատմեմ։ Միջև այդ որևէ հայ չենք տեսել ու Չիչենիցայում մեկ էլ տեսնենք մոտ 30 հոգի հայ ու իրենք ոնց որ սփյուռքահայ չլինեին, էլի դու իրենք խոսում են, դու զգում ես, որ խոսում են այն հայերենով, որով որ մենք ենք ամենօրյա շփվում։ Մոտեցա ասի Ժորժ ջան, ասի 2 հոգին դժվարանում է գա հասնի Չիչենիցա, ոնց կարողացաք ասես 30 հոգով գալ, ասեցին մենք Մեխելենի հայեր ենք, Մեխելենը քաղաք է, որը որ Բելգիայում է գտնվում։ Ու իրենք հայեր էին, ովքեր զույգերով, տենց ընկերներով հավաքվել էին մոտ 30 հոգով ճամփորդել էին Մեքսիկա։ Ու պարզեց որ մի քանիսը արտաշացի են իրականում, որտեղ Մեխելենի ավե երրորդ հայը արտաշացի է։ Դες շատ հետաքրքիր դիալոգ ստացվեց հետները, հետաքրքիր էր էլի տեսնել հայերի ու ոչ 1-2, այլ միանգամից 30 հոգու բավականին հետաքրքիր էր։ Եղել եմ Ավստրալիայում, որը իրականում շատ եմ տպավորվել այն քաղաքակրթությունը, որը որ գիտեք, որ եղել է դարեր շարունակ ու այդքան հեռու կտրված ամբողջ աշխարհից ու տեսնում ես թե ինչ հզոր զարգացած երկիր է, մարդիկ թե ինչեր են կարողանում անել ու զարգացնել այդ երկիրը։ Բայց բաների թունավոր սողունների միջատների տեսանկյունից վտանգավոր չի։ Իրականում վտանգավոր է, բայց բոլոր թունավոր օծերը դեռ են։ Դժվար էլի Սիդնեյի կենտրոնով այդ օծերը տես պատտվեին։ Հա, կան իրականում տեղեր, որտեղ նաև արգելված է, հա, տուրիստներին գնալ։ Մենք իրականում բավականին տպավորվել եմ, մենք էլի մեծ խմբով էին գնացել մեր ընկերներով ու եղանք Queensland նահանգի Cairns քաղաքում, որը որ համարվում է իրենց տուրիստական, ոնց ասեմ, ծովային, ծովափնյա քաղաքը, կուրորտը, այնտեղ է գտնվում Ընկարալնի ռիֆաները, որը որ աշխարհի ամենամեծն է, կարելի է այդպես ասել, ու դաժե ասում են միակ կենդանի օրգանիզմն է, որ տիեզերքից տարբերվում է, որ այնտեղ ինչ որ մի բան կա։ Դրանց վրա լողացանք, տեսանք այն կառալներին, որոնք հրաշք էին իրականում։ Այն բոլոր էմոցիաները, ինչը որ իմ մեջ եղել է այն երկրներում, որտեղ բնական որոշակի երևույթներ են եղել, բնության հետ փոխկապակցված։ Իրականում ես Դուբային եմ շատ սիրում, այնպես չլինի, որ Դուբայը չեմ սիրում, կարելի ասել իմ ամենասիրած քաղաքներից մեկն է աշխարհում, բայց այն քաղաքները, որտեղ դու տեսնում ես այն բնական հետաքրքիր երևույթները, դա է քո մեջ ֆիքսվում, տպավորվում։ Ու իրականում այդ երկրներում այդ էներգիան, այդ լուրջ բնության էներգիան ես զգացել եմ ու միանշանակ էլի այդ տեղերը կվերադառնամ։ Եվ երրորդ, 2 հատ ասացիր, եւ երրորդ։
Երրորդը իրականում ես Եվրոպան կարելի ասել երրորդը ընտրենք հենց Եվրոպա, որտեղ Եվրոպան հենց ինքը իրենով մի լրիվ ուրիշ քաղաքակրթություն է, որտեղ որ գնում ես ու տեսնում ես թե մարդիկ այն ժամանակներ, որտեղ որ հիմնականում են եղել են գիտնականները, հզորները, զարգացած մարդիկ, թե ինչեր են արել այդ դարերի մի քանի դար առաջ, դրանով դու տպավորվում ես, դա իրականում շատ ֆանտաստիկ է, որ տեսնում ես թե ինչ շինություններ կարան սարքած լինեն դեռևս 3-400 տարի առաջ ու որը մինչև օրս միգուցե անհասանելի է հիմիկվա շինարարական նորմերով, հա, հենց մեկը Պիզայի աշտարակը, որ մի հատ ֆենոմեն է։ Իրականում կան շատ նմանատիպ շենքեր։ Անկեղծ ասած, ես փորձում եմ իմ հանգիստը համատեղել նաև գործի հետ, քանի որ իմ շատ ճամփորդություններ իրենք իրականում փոխկապակցված են նաև բիզնեսի հետ։ Ես շատ եմ ճամփորդում լինելով մեր ոլորտային տարբեր ցուցահանդեսների։ Տարվա մեջ ոնց լինի, այս տարի արդեն 6-րդ տարին շարունակ Աբու Դաբիում միշտ ցուցահանդես է լինում մեր ոլորտային, որտեղ ոնց որ տարին սկսում ենք մեր արտասահմանցի գործընկերների հետ հանդիպում ենք միասին, քննարկում ենք տարվա պոտենցիալ համագործակցությունները, հա, գալիս են Չինաստանից իրենք, մենք ենք ստեղից գնում, ոնց որ տարին սկսում ենք առաջին նոտայով միշտ Աբու Դաբիի այդ ցուցահանդեսով։ Ու տարվա մեջ Չինաստան, ոնց լինի մեկ անգամ այնտեղ ամենախոշոր ոլորտային ցուցահանդեսն է Շանհայում լինում ու Մյունխենի Ինտերսոլար ցուցահանդեսը, որը որ հնարավորություն է տալիս կրկին հանդիպել մեր գործընկերներին, ձեռք բերել նոր գործընկերներ ու ուղղությունը զարգացնել, ինչու՞ չէ նաև նոր բիզնես ուղղություններ մտածել հենց էներգետիկայի ոլորտում։ Ընտիր, դու քանի որ սովորել ես Եվրոպայում եւ նաեւ շատ ճամփորդում ես, ինչ ես կարծում, ոնց պետք է անենք, որ քո նման շատ գործարարներ վերադառնան Հայաստան եւ դուրսը սովորող շատ հայեր գան Հայաստան ու այդ պոտենցիալը Հայաստանում իրացնեն։ Շատ լավ հարց ես տալիս Գրիգ ջան, իրականում Հայաստանում հեշտ չի։ Կարծում եմ հենց դրա մեջ է իմաստը, որ այստեղ ամեն արած քայլ դատարկ չի լինում, այստեղ ամեն թողած հետքը իր քաշ ունի, էլի այս երկրում։ Ու կարծում եմ, որ Հայաստանից փախչելու փոխարեն պետք է փորձենք, որ Հայաստանը մեզնից չփախչի։ Ինձ համար շատ կարևոր է այն հանգամանքը, որ այն ուսանողները, ովքեր գնում են դրսում սովորելու, չգայթակղվեն այդ երկրում եղած այն լավ առաջարկներից, որ իրականում լինում են, ու իմ պարագայում է եղել է, որ կարայի մնայի, միանգամից ավելի զարգացնեի, հա, իմ ուղղությունը, բայց ես վերադարձել եմ ուստեղ այն դժվարություններից սկսել եմ նոր իմ ուղին ստեղծել։ Կարծում եմ, որ նույնը Դավիթը, իհարկե, ասենք Դավիթի հետ շփվելուց ես հասկանում եմ, որ իրենց բիզնեսը միջև Դավիթը ու Դավիթից հետո իրենք լրիվ երկու տարբեր ուղղություններ են։ Վստահաբար նախկինում էլ բավականին հզոր են եղել, իսկ հիմա Դավիթի շնորհիվ էլ ավելի են հզորացել։ Դավիթն էլ շատ ֆենոմենալ ընկեր է ու շատ ուժեղ գործարար է։ Մենք Դավիթի հետ ոդքասթը կտեղադրենք մեկնաբանություններում, որ մեր ունկնդիրները նայեն։ Իդեպ, մեր ոդքասթը իմ ու Հովանեսի մեջ չի, մեր ոդքասթը իմ, Հովանեսի եւ մեր հանդիսատեսի միջև է, 3 կողմ ունի, եւ մեր ոդքասթը ավարտվելու այն ժամանակ, երբ վերջին հարց գրողը կստանա իր հարցի պատասխանը։ Մեկ հոգին կարագրի ոչ ավել քան 5 հարցնա եւ ես էլ կընտրեմ հաղթողին, Հովանեսն էլ կընտրի հաղթողին եւ ես իմ կողմից կնվիրեմ սուրճի, այսպես ասած, հանդիպում, ինչ որ հարցի շուրջ, եթե կցանկանաք մենք հանդիպենք, քննարկենք, ես կհրավիրեմ սուրճ խմելու լավագույն հարց գրողին իմ կողմից, իսկ Հովանեսը նույնպես հետաքրքիր առաջարկ ունի։ Առաջարկի մասին կարծում եմ վերջում կասեմ։ Ու շարունակելով այն միտքը Գրիգ ջան, որ իրականում դրսում շատ երկրներ լինելով դու տեսնում ես, որ այնտեղ թե ինչքան հեշտ է կյանքը։ Միգուցե համեմատականով եմ ասում, տեսնում ես, թե մարդիկ այդ նույն իրենց պոտենցիալը ինչը որ կիրառում են այստեղ, նույնը կիրառելով դրսում, իրականում կարող են ավելի լուրջ հաջողություններ ունենալ, բայց ես ամեն դեպքում կարծում եմ, որ հեշտ տեղում դու հյուր ես, դժվար տեղում դու պատասխանատու ես։ Հասկացա, համաձայն եմ։ Ու մենք պատասխանատու ենք մեր երկրում, մեր արածի, մեր ստեղծածի, մեր թողած ժառանգության ու մնացած ամեն ինչի համար, քանի որ մեր ամեն մի փոճուր քայլը, որ այս երկրում անում ենք, մենք այս երկրի զարգացմանն ենք խթանում։
Ընտիր, քանի որ խոսացիր պատասխանատվությունից եւ թողած հետքից, ես ուզում եմ մեր ունկնդիրներին, երիտասարդներին, ովքեր նոր ուզում են մտնեն բիզնեսի աշխարհ, սովորում են որևէ բուհում եւ հիմա դու հնարավորություն ես իրանց քո խորհուրդը տալու։ Ինչ խորհուրդ կտաս, 1-2 խորհուրդ կարող նույնիսկ լինի, ինչ անեն, ոնց ընտրեն այն ճանապարհը, որտեղ իրանք կհաջողեն նոր կյանք մտնող երիտասարդները։ Իրականում ես ունեմ իմ པարզ հավասարումը դրա հետ կապված։ Անգլերեն լեզու, Այ շատ լավ է։ պլյուս վերջին տարիներին շատ արդիական է նաև չինարենի իմացությունը, որը հնարավորություն կտա առնվազն կյանքում չունենալ որևէ խնդիր գումար վաստակելու։ Առնվազն իմանալով անգլերեն, դու կարող ես Չինաստանում սովորեցնել չինացիներին անգլերեն ու գումար աշխատել։ Դա մի հատ էս པարզ, ոնց ասեմ, կանոն է, ու բացի քո հիմնական բիզնեսից իհարկե, եթե հիմնականում այն ուսանողները, որոնք գնալու են բիզնեսի ուղղությամբ, ամենաառաջնային կարևոր քայլը իմանալ անգլերեն լեզուն, որը իրենց հնարավորություն կտա հետագայում թե նմանատիպ էքսպոների ընթացքում ձեռք բերել նոր գործընկերներ, թե վստահ լինել, որ տարբեր ուղղություններ իրենց լեզվի իմացությամբ կարողանալու են զարգացնել, թե կարդալով արտասահմանյան գրականություն, թե լսելով տարբեր արտասահմանյան ոդկասթեր, հաղորդումներ դիտելով իրականում այդ ֆորմատը, որ մենք հիմա ոդկասթը միասին անում ենք, Հայաստանում դա իրականում շատ հետաքրքիր ու բացառիկ դեպք է, որ բիզնեսի մասին կարծում եմ առաջին ոդկասթը դու ես հիմնադրել, հա, այս ուղղությունը, ու բայց նաև արտասահմանում են լինում շատ ոդկասթներ։ Այն ժամանակ, երբ որ հələ այդ ոդկասթ բառը չկար, 2016 թվին, ես ու Բաքուրը նկարում էինք ու նորը Բաքուրն ասաց, հա։ Ես կարծում եմ, որ անգլերենի իմացությունը, նաև կողքից չինարենի իմացությունը միանշանակ բիզնես պարագայում կարա շատ լուրջ հաջողություններ բերի։ Ամենակարևոր հանգամանքը այս կյանքում փորձել չվախենալ սխալվելուց, որովհետև եթե դու չես սխալվում, դու չես կարողանում հասկանալ ճշտի արժեքը, ճիշտ քայլիդ արժեքը ու չվհատվել ամենակարևորը, քանի որ այն բիզնես սկսելու ընթացքում, երբ որ դու քո բիզնեսը սկսում ես, դու իրականում բոլորը գրիկ ամենաշատը վախենում են կորցնելուց։ Բոլորը մտածում են, որ իրենք կկորցնեն, բայց միևնույն ժամանակ ձեռից բաց են թողում նորը ստեղծելու հնարավորությունը։ Մտածում են կորցնելու մասին ու չեն ստեղծում։ Ճիշտ է։ Շատ համաձայն եմ։ Դա շատ կարևոր է գիտակցել, որ երբեք չմտածել կորցնելու մասին, այլ մտածել ստեղծելու։ Երբ որ մտածես ստեղծելու մասին, ինքս ինքան արդեն մնացած ամեն ինչը քո մնացած այն բազովի գիտելիքներով կարողանաս առաջ տանել։ Համաձայն եմ, թույլ տուր միտքդ շարունակեմ, ես վերջի միտքը հատկապես ինձ շատ դուր եկավ, առհասարակ տիեզերքը, մարդկությունը ապրում է ցիկլերով, եւ մենք հիմա գտնվում ենք 9-րդ ցիկլում, այսինքն հաջորդ տարի առաջի ցիկլը է սկսում, եւ 9 թիվը շատ խորհրդանշական թիվ է, քանի որ նույն հղիությունը ինքը 9 ամիս է տևում, եւ մեր կյանքը, եթե մենք նայում ենք, էլի 9 տարիներով ցիկլեր է։ Ես երբ որ հետ եմ գնում 9 տարի առաջ 2016 թվականին եղել է նախորդ 9-րդ ցիկլը եւ ես 17 թվականին, այսինքն առաջի ցիկլում հիմնադրել եմ Գևորգի հետ պրակտիկը, որից հետո արդեն ծնվել է Կլուբ Կապիտալ, այսինքն այս նախորդ 9 տարիներին ինչ եղել է իմ կյանքում, եղել է 2017 թվականին։ Հիմա եկող տարի ինչ ես ձեռնարկում, ինչ ես ստեղծել գրիչը։ Մի քանի լավ իդեաներ ունեմ, շատ հետաքրքիր պրոյեկտներ կան։ Սուկ ամոք թող լրիվ հաջողությամբ։ Դու անպայման կիմանաս դրանց մասին եւ կարծում եմ նաեւ կմասնակցես։ Ուժերի ներածի չափով պատրաստ եմ։ Եվ խորհուրդս բոլոր մարդկանց նայեք, վերլուծեք ինչ ա եղել ձեր կյանքում 2016 թվականին, որպես 9-րդ ցիկլ եւ համեմատեք 19 թվականի հետ, 19 չէ, 2025 թվականի հետ, եւ ինչ ա եղել ձեր կյանքում 2017 թվականին, եւ հիմա դա պրոյեկտ է 2026 թվականին։ Իդեպ ցիկլերը իրանք շատ հետաքրքիր հատկություն ունեն, եթե օրինակ դու մի գիշեր չես քնում, ոնց ես քեզ զգում առավոտը, չէ՞, պատկերացրու երկրորդ գիշերը չես քնում, երրորդ։ Նույն ձևով ցիկլերը ունեն որոշակի էներգիա, եթե դու այդ էներգիային համահունչ չես գործում, ինքը կարա քեզ լրիվ ուժասպառ անի։ Ճիշտ է։ Դրա համար ես խորհուրդ եմ տալի մեր բոլոր ունկնդիրներին եւ կայացած գործարարներին եւ սկսնակ գործարարներին օգտագործեք այս տարին նոր նպատակներ դնելու, նոր պրոյեկտներ սկսելու, ինչ որ նոր բան սկսելու համար։
Դա շատ կարևոր է, որը հետո մի ամբողջ 9 տարի լինելու է ձեր հետ։ Նումերոլոգիա չէ, այդ գիտությունը կոչվում, ոնց որ լավ ուսումնասիրել ես Գրիգ ջան։ Մի հատ էլ առանձին հանդիպում անենք այդ ուղղությամբ այդ թվերի աշխարհը։ Ես էլ իրականում գտնում եմ, որ 9 թիվը ցանկացած մաթեմատիկական հաշվարկների մեջ իր ուրույն տեղ ունի, ամենաբացառիկ, ամենահետաքրքիր թիվն է։ Իհարկե, 1-ից 9-ը 9-ով ավարտվում է այդ միանիշ թվերը։ Ինքը այդ 9 թվի մասին կարելի է անverջ խոսել, չնայած իմ սիրած թիվը 8 թիվն է, բայց 9-ը իրականում ֆանտաստիկ թիվ է ու ես լիքը հաջողություններ եմ մաղթում քեզ 2026-ին։ Քանի որ մենք արդեն մոտենում ենք մեր ոդկասթի ավարտին, ես տեղափոխվեմ այս աթոռ եւ այս աթոռից քեզ հարց տամ, մեր ունկնդիրների աթոռն է սա։ Փողը քեզ երջանիկ սարքում է թե չէ։ Դու բավական շատ փող ես աշխատում քո բիզնեսներից եւ բավական նաեւ շատ ծախսում ես։ Փողն ու երջանկությունը ինչ որ ձևով կորելացիայով իրար հետ կապ ունեն թե չէ։ Գրիգ ջան, շատ հետաքրքիր հարց ես տալիս։ Փողը բոլոր ժամանակներում, կոնկրետ իմ համար եղել է միջոց որոշակի թե բիզնեսում օգտագործելու, զարգացնելու, թե կյանքի որակը փոխելու համար, բայց ես երբեք այդ փողից կախվածությունը ինքս չեմ ունեցել։ Դա ընդհանրապես ինձ համար ծառայել է հնարավորություն, որ որոշակի այդ երջանիկ էմոցիաները ապրել, լավ պահեր տեսնել։ Ես կարճած չեմ փողից ու այն գաղափարը, որ երբ որ դու ծախսում ես, անցած էլի չեմ հիշում որ ոդկասթներից մեկի ժամանակ անկախ քեզնից ինչ որ միտեղից դա վերադառնա, իսկ մարդիկ կան, որոնք գումարը ուղղակի կուտակում են ու իրականում վերջում մի հատ շատ պատահական մեկը կարա գա այդ գումարը վերցնի ու անհետանա ու դու քո այն կուտակածը իրականում չվայել ես ու ես շատ մարդկանց գիտեմ, ովքեր շատ գումար են աշխատում, բայց գեթ մեկ անգամ օրինակ չեն ճամփորդել։ Ինչի համար։ Դու աշխատում ես, որն է էմոցիան քո փող աշխատելու։ Որն է նպատակը, այսինքն դու աշխատում ես զուտ կուտակելու, ավելի լավ է այդ գումարը դու օգտագործես մի անգամ գնաս մի երկիր, որտեղ միգուցե հնարավորություն գտնես ինչ որ գումարը եռապատիկ անգամ ավել աշխատելու ու ավելացնելու։ Բայց եթե դու չգնաս դա չտեսնես, միգուցե դու մնաս էլի նույն քո այն ճամփորդելը ինքը вообще առանձին աշխարհ է։ Ես կարծում եմ ճամփորդելը ամենալավ ներդրումներից մեկն է, որովհետև քո ու փողի կապ ուժեղացնում ես մետաբոլիզմը փողի հետ ուժեղանում է։ Հետաքրքիր բան ասեմ։ Ես 2 կայան եմ վաճառել, խոշոր, երբ որ ճամփորդել եմ բիզնես կլասով ու անմիջապես իմ կողքին նստող գործարար ա եղել։ Հա, հետաքրքիր։ Գործարքի չեքի ինչքան էր։ Բավականին բարձր, այն ժամանակ դեռ կարողանում էինք հզոր կայաններ կառուցել, մինչև այդ հզորության շեմը իջեցվեց։ Ամեն դեպքում հենց ոնց որ ճամփորդության սկիզբը կամ ավարտը տվյալ պարագայում ուղիղ կապված ա եղել նաև որոշակի բիզնես հաջողության հետ։ Հա, դա եղել է 1-2 case, բայց հետաքրքիր էմոցիա ա տվել, հա։ Եթե ես չճամփորդեի, այդ մարկանց չէի ճանաչի, այդ մարկանց հետ ընկերություն չէի անի, այդ մարկանց հետ գործերը չէի անի իրականում։ Սենց ոնց որ մեկը մյուսի հետ փոխկապակցված է։ Նաև շատ կարևոր է այն պոտենցիալը, որ դու ունես դրսում ընկերների networking-ի տեսանկյունից օգտագործես։ Ես հիմա խորհուրդ եմ տալիս, բայց իրականում այդ խորհուրդս միջև հիմա չեմ իրագործել։ Ես ունենալով փորձեր, որոնք եղել են անհաջող, հա, անհաջող չասեմ, իմ արտասահմանցի գործընկերներին ես չեմ փորձել բերեմ բիզնես դաշ, ես այդ մարդկանց հետ ադուշի լավ ընկերություն եմ անում, բայց հնարավորություններ կա նաև զարգացնելու ու գտնում եմ, որ մարդիկ պիտի դա օգտագործեն այդ պոտենցիալը ու օգտագործեն ճիշտ ձևով հնարավորինս ավելի risk-free պրոյեկտներում, բայց օգտագործել ու նաև դրսում սովորելը այդ հնարավորությունն է տալիս, որ ձեռք բերես ընկերներ, ում հետ հետագայում կարող ես ինչ-որ ուղով գնալ, բայց հնարավորինս փորձել դա անել risk-free։ Հասկացա։ Շատ լավ, Հով ջան։ Եվ իմ ամենասիրելի հարցը միշտ տալիս եմ գրեթե իմ հյուրերին, կան մարդիկ, ովքեր մեր կյանքում մեծ ներդրում են ունեցել եւ իրանց լինելով մեր կյանքում որակ է փոխվել, ինչ որ կարևոր հարց է լուծվել, ինչ որ մի հատ բեկումնային պահ ա եղել եւ նման մարդիկ իմ կարծիքով միջին հաշվով մոտ 30-ն են բոլորիս կյանքում, սկսած մեր առաջի դասարանի դասատուից, վերջացրած մեր օրերում, հա, մեր ընկերների, մեր ընտանիքի անդամների, ովքեր մեզ ներդրում ունեն եւ մեր ոդկասթների ժամանակ ես ասում եմ եւ իմ հյուրին եւ իմ ունկնդիրներին, ասեք շնորհակալություն բոլոր այդ մարդկանց, որովհետեւ կյանքը այնպես է կարա մի օր գա, որ մենք այդ մարդկանց չկարողանանք ֆիզիկապես այդ շնորհակալությունը ասենք, իսկ շնորհակալություն ասելը շատ կարեւոր է։
Հետևաբար Ճիշտ ես, ում Գրիգ կուզենաս դու ասես շնորհակալություն քո հաջողությունների, քո կյանքի ու քո այսօրվա վիճակի հետ կապված։ Ես աշխարհի չափ շնորհակալ եմ իմ ծնողներին, քանի որ իրենց դերը աննկարագրելի մեծ ա եղել իմ կարիերայի ստեղծման, իմ կարիերայի ընթացքի, բարգավաճումների ու մնացած բոլոր ասպարեզներում։ Իրենց խորհուրդները, իրենց բոլոր լավ բարեմաղթանքները միշտ օգնել են։ Նույնիսկ ավելին ասեմ, օրհնությունը, որ գալիս է Օրհնությունը ծնողներից։ իհարկե։ Ես նաև ուզում եմ շատ շնորհակալություն հայտնել իմ եղբորը Նաիրին, քանի որ առանց իր մեր բիզնեսների, համատեղ բիզնեսների կայացումը բավականին դժվար կլիներ։ Լսի, ինչի է նարին միշտ վերում։ Այդքան մեծ գործ է ինքը փաստացիանում, դու ես գիտեմ որ իր Չգիտեմ, ինքը մի քիչ շատ միշտ համեստ չի է, երևում ոչ միտեղ։ Նարի մենք քեզ հանում ենք ստվերից, ուզում ենք քեզ շնորհակալություն հայտնենք, իմանաս որ դու իրոք կարևոր գործ ես Իմ անում։ եղբայրը իմ կյանքում շատ կարևոր դեր ունի, անուրանալի շատ մեծ է իր դերը։ Ու ես շատ ուրախ եմ, որ հենց ինքն է իմ եղբայրը։ Նաիրի ջան, շնորհակալ եմ շատ, իմ աղբեր։ Ուզում եմ իմ կնոջը շնորհակալություն հայտնել, քանի որ իր խորհուրդները, ամենօրյա լուր օրհնանքները, հայ այդպես ասեմ, անբաժան մաս է կազմում իմ կյանքի, իմ զավակներին եմ շնորհակալություն հայտնում, քանի որ առանց իրենց կարծում եմ այս աշխատանքը ամեն ինչ կլիներ իզուր, քանի որ մենք իրականում աշխատում ենք, ամեն ինչ ստեղծում ենք նաև իրենց համար։ Նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկերներին, այն մարդկանց, ովքեր իմ կարիերայի այն ամենակարևոր էտապներում հայտնվել են ու իրենց դերը իրականում շատ մեծ ա եղել զարգացումների ու մնացած բոլոր ժամանակներում։ Իմ գործընկերներին, իմ թիմակիցներին, բոլորին շնորհակալ եմ շատ։ Ընտիր։ Եվ ես ցանկանալով իմ մասով ասեմ, ես ամեն հաղորդման մեջ մի հոգու փոխանցում եմ շնորհակալությունը։ Ուզում եմ իմ շնորհակալությունը փոխանցեմ իմ առաջին գործատուին Արմանին Վարոսյան, ով Արտլար ընկերության սեփականատերն է, հիմնադիրն է։ Ես երբ որ բանակից վերադարձա, այդ ժամանակ ոչ մի բան չէի կարող անել։ Գնացի Արտլարում, մտա ու առաջին իմ աշխատանքը դա 2007 թիվն էր։ Հաշվապահական ընկերությունն էր, այո։ Եվ գնացի ու սկսեցի աշխատել հաշվետար, հետո հաշվապահ, մի 10 ամսում հաշվետարից մինչև գլխավոր հաշվապահ այդ ճանապարհն անցա, հետո իրան թվերի աշխարհից լավ ես, Գրիգ ջան։ Հա, թվերը այո։ Այն ժամանակ թվերը որպես քանակը հաշվելու գործիք էին իմ համար, հիմա թվերը առաջին հերթին որակ են։ Այո, որակ են ցույց տալի եւ ամեն թվի տակ կա որակ եւ այդ որակի տակ կան հատկանիշներ, հատկություններ, որը մարդը կարա իրացնի եւ Արման ջան, շնորհակալ եմ քեզ այն կարճ եւ ինտենսիվ եւ հագեցած ճանապարհի համար, որը անցել եմ քո ընկերությունում եւ ես կարծում եմ, որ նմանատիպ ցանկացած էտապ մեր կյանքում պատահական չի ու այդ հետո մի հատ ինչ որ մի քայլի համար ինքը հիմնակար է դառնում։ Ցանկացած ես միշտ ասում եմ Ջոբսի ինտերվյուն, որը կա Ստենֆորդի համալսարանում, պետքա նայել ոչ թե մոտիվացիայի տեսանկյունից, որտեղ այնտեղ կա որոշակի մոտիվացիայի կտոր, այլ նայել փիլիսոփայության մետաֆիզիկայի տեսանկյունից այդ ճառը ամբողջությամբ մետաֆիզիկա է, որտեղ Ջոբսը կյանքի արդեն հասուն էտապում կապում է բոլոր այն դեպքերը շղթայի նման, որոնք մեկը մեկի համար հիմք են դարել եւ մեկը մեկին ուժեղացրել են եւ այն ինչ ինքը կա այդ պայի դրությամբ նախորդ բոլոր անհաջողությունների եւ հաջողությունների շղթայի շարունակությունն են։ Շատ կարեւոր հատկություն է կյանքի։ Եվ Ջոբսին հիշեցի մի հատ վերջին հարցնել, իրոք վերջին հարցը տամ, ինչ ես կարծում, արդյոք նպատակը արդարացնում է միջոցներ, այսինքն օրինակ Ջոբսը իր մեծ հաջողության համար վճարեց իր առողջությամբ, հետեւաբար նաև կյանքով։ Դու ո՞նց ես մտածում, արդյոք դա ճիշտ ստրատեգիա, կարելի է հաջողության համար ամեն ինչ զոհաբերել, թե բաներ կա, որը չպետք է նույնիսկ դրվի շերքի վրա։ Շատ լավ հարց ես տալիս, Գրիգ ջան։ Իրականում անգամ Ջոբսը իր առողջությունը դնելով մեզ տվել է Apple, տվել է iPhone, որով մենք այս պայն կարողանում ենք միասին թե դրանով գումար աշխատել, թե կարողանում ենք դրանով աշխարհի տարբեր տեղեր, տարբեր բաներ փոխել է աշխարհը, ինքը փոխել է աշխարհը, այսինքն ինքը թողել է մի հատ հետագից, որ միգուցե հիմա մենք դա չհասկանանք, բայց մի քանի 100 տարի հետո էլի նայելով այդ մարդու արածը, իմա տես մենք հետ են գնում Նյուտոնին, Գալիլեո Գալիլեին, ամեն մեկը ինչ որ մի բան զոհաբերել է, ինչ որ մի հայտնագործություն է արել։ Ամեն մեկը իր ժամանակը տրամադրել է, իր առողջությունը տրամադրել է, բայց իրենք երբևէ չեն մտածել, որ 200 տարի հետո մենք այսօր այստեղ նստած իրենց կհիշենք։ Ու նմանատիպ լինելու են նաև այն բիզնեսմենները, այն մարդիկ, ովքեր ստեղծել են տնտեսություններ, ովքեր որ ապահել են տարբեր ընտանիքներ, մարդիկ աշխատելով
կարողացել են ինչ-որ մի հաջողության հասնել։ Դժվար ժամանակներ ա եղել, չեն վհատվել, հակառակը մի հատ նոր բան են թողել, որը հետագայում միգուցե հիմա դա չգնահատվի, բայց հետագայում դա կգնահատվի։ Այսինքն օքեյ է դա։ Ես կարծում եմ, որ օքեյ է։ Ընտիր, ես ուզում եմ հակառակը ասել եւ թողել մեր հանդիսատեսին այս քննարկումը շարունակեն։ Ով է Հովանեսի կարծիքին, իմ կարծիքն էլ հետեւյալն է, որ բիզնեսում, կյանքում կան բաներ, որը դու չպետք է ծախսես հաջողության հասնելու համար, եւ ամենամեծ արժեքը դա քո կյանքն է, քո առողջությունն է, եւ զոհաբերել դա հանուն պրոդուկտ ստեղծելու, հանուն բիզնես ստեղծելու իմ համար անթույլատրելի է, հատկապես եթե դու նաեւ չունես անձնական երջանկություն, ընտանիքում երջանիկ չես, երեխեքդ քո հետ ժամանակ չեն կարող ոնց որ ասած շփվեն, հա, իմ կարծիքով կան բաներ, որը ոչ մի դեպքում չի կարելի ծախսել հաջողության հասնելու համար եւ այս շատ գեղեցիկ, այսպես ասած, տարակարծության կետում ես ուզում եմ մեր ոդքասթը ավարտենք եւ տանք մեր հանդիսատեսին որոշելու թե որ կարծիքն է ճիշտ։ Ու քանի որ խոսք էր գնում լավագույն հարց, այստեղ նաեւ լավագույն պատասխանը չէ, հանգամանքը կա։ Մենք ոնց որ մեր ընկերության կողմից նմանատիպ լավագույն հարց ու պատասխան տվող մարդուն կնվիրենք արևային ջրատաքացիչ, որը Giacomo ընկերության արտադրանքն է, ոնց որ մեր հայկական արտադրանքը կլինի այդ մարկանց տանիքին ու կաշխատենք դա անել մինչև նոր տարի, որ նոր տարին էլ մարդիկ դիմավորեն արդեն օքեյ, փորձենք հասցնենք նոր ձեռքբերումով ու նաև օգտվելով առիթից Գրիգ ջան, ուզում եմ նաև շնորհավորել գալիք 2026 թվականը բոլորիս։ Ամենակարևորը, որ 26 թվականը լինի խաղաղության տարի, ոչ միայն մեր բոլոր հայերիս համար, այլ ամբողջ աշխարհի համար։ Քանի որ բավականին բարդ աշխարհքաղաքական իրավիճակում է գտնվում մեր երկիր մոլորակը ու թող դա լինի այն մեղքը 26 թվականը, որ աշխարհի բոլոր կոնֆլիկտները վերանան։ Վերանալուց հետո իրականում կծնվի մի հատ նոր ավելի սիրուն երկիր, որ կմաղթենք, որ 26 թվականին բոլոր մարդիկ լինեն հաջողակ, ցանկացած գործ, ինչ որ կձեռնարկեն, միայն հաջողությամբ պսակվի, առողջ, ամենակարևորը ու լիքը հաջողություններ ես կյանքում։ Ընտիր, շնորհակալ եմ Հովանես ջան։ Շնորհակալ։ Դե, ինչ հանդիպում։ Մինչ մյուս ոդքասթներ եւ մեկնաբանություններում գրեք թե եւ ձեր հարցերը եւ թե ում հետ եք համակարծիք, Հովանեսի, թե իմ կոնկրետ ջոբսի քեյսի հետ կապված։